Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, հիմա երևի կացեք այս ինչ խաբարաշուտ ենք եթեր սկսում, այս օրերին հնարավոր է տարբեր ժամերի եթերներ լինեն, ընդ որում կարող է լինի երկու եթեր, 10 օր է մնացել մոտավորապես վերջնական ընտրությունների օրվան հասնելուն եւ վերջնական այս երրագլուխ լրտեսների խմբին վռնդելու դեպի քաղաքական աղբարկը, իսկ մնացած պարագայում բնականաբար հարգում ենք բոլորի ընտրության իրավունքը։ Բայց համացանցը եռում է, չենք հասցնում լսել ձայնագրությունները, այլ որտեղում են ձերբակալում փող բաժանելու համար եւ փող վերցնելու համար, մի խոսքով ծախվողներին եւ նրանց հայհոյողների պակաս չունենք։ Համացանցը եռում է նաեւ ամենատարբեր արտահոսքերով, որոնցից մեկը երկուսը արդեն պիտի ամբողջովին բավարար լինեն, որ էլ դրանք լեզուները պահեին ատամների տակ, բայց մեր ժողովուրդը, քանի որ ընդհանուր առմամբ պատկերացումները այնքան էլ մեծ չեն, թե ինչ ասել է լրտես, դեռևս շարունակում է չլսելու տալ եւ ասում է մեկ այն ինչ պիտի լինի, որ ու շարունակում են սատարել։ Հիմա ասես մի բան ասեմ, էլի։ Տեսեք, գիտեք դա ինչից է գալիս, որովհետեւ մենք մշտապես կարծել ենք, որ Ռուսաստանը համարել ենք այնքան մերը եւ մենք համարել ենք այնքան ռուսներինը, որ մենք չենք պատկերացնում Ռուսաստանը որպես օտար երկիր ու հետեւաբար լրտեսնել օտար երկրը լրտես, հասկանում եք։ Այս նախազգացումները կան, դրա համար է, որ կարևորություն, եթե հանկարծ այդ լրտեսը լիներ թուրք, բոլորը կխառնվեին իրար, իսկ ինչ տարբերություն, որ երկրի լրտես է, եթե մարդը լրտես է, որովհետեւ այդ պարագայում նա օգտագործում է իր հնարավորությունները սեփական երկրում այլ պետության շահերի օգտին, իսկ այլ պետության շահերը ամենատարբեր կարող են լինել ու բացարձակ երկրի շահերի հետ կապ չունեն, ամեն երկիր ապրում է իր շահերով։ Մի խոսքով, ու գիտեք ոնց, լրտեսների մեծ քանակից կարող եք չնեղվել, որովհետև եթե վաղուց եք դիտում իմ եթերները, դեռ 20-21 թվականներից սկսած ես անընդհատ ասել եմ, որ մեր պետությունը չփչփում է լրտեսների մեջ, օտարերկրյա սլուժանկեքի գոյությունը այստեղ լիքնա ու կարծես չալտերնի ռես լինի, ով որ լրտեսին ուզում է տեսնի կամ հետ համագործակցի Հայաստանը գալիս։ Եվ ցավոք սրտի մեր ազգային անվտանգության ծառայությունն էլ մեծամասամբ պատկանում էր ռուսական FSB-ին եւ ուղղորդվում էր Ռուսաստանի Դաշնության շահերով եւ նաեւ դա էր, այսինքն ամբողջովին դուրս էր եկել իր բուն գործունեության շրջանակից եւ նաեւ դա էր պատճառը, որ չէին գործում համապատասխանաբար եւ այդպես մեծ սիրուն որջի էր վերածվել Հայաստանից Հանրապետությունը։ Դոկումենտները երբ որ նայում ենք, այնտեղ հատկապես իմ ուշադրությունը գրավեց մի առանձին թերթ, screenshot, այսպես ասած, որտեղ որ այն կայքերն էին, այն TV-ներն էին, որոնք որ շուրջօրյա ատելություն են սերմանում եւ ոչ միայն ատելություն են սերմանում, ժողովուրդ ջան, ապա տեղեկատվություններ էին տարածում եւ այդ տրամադրություններն էին ապահովում հանրության շրջանակներում։ Այսինքն, այսօր մենք ունենք չէ քաղաքացիներ, ովքեր երբ որ ուզում են փնովել, մի հարց են տալիս, ասում ես այդ հարցը դու չես մտածել, էլի այդ հարցը կողերի մեջ դրել են, այդ հարցը չկա իրականում։ Չէ, ինչ ես ասում, բախի չի։ Այ հենց այդ լրատվականները, որոնք որ ֆինանսավորվում են Կիրիենկոյի գրասենյակից, սա արդեն ձևակերպում չի զուտ, սա հստակ փաստ է, այս նրանց հանձնարարված էր հանրության շրջանակներում փորձել տրամադրությունները փչացնել, հանրության շրջանակներում փորձել ստեղծել քաոս, ստեղծել նախապաշարմունքներ բացասական, որ այ երկիրը ինչ որ, այ տեսեք, այս երրագլխի խոսույթը, 3-ի խոսույթը որ դնես իրար նույն նախադասությունն է ստացվում։ Երկիրը այս վիճակից անենք, թե որ վիճակից չգիտես, երևի ինչ որ բաներ են հրապարակած եղել, որ այ տեսեք ինչ վատավիճակը, որ sense ինչ վատավորն ես, բայց միևնույնն է, ասենք որ ասես ինչ վիճակից ու դու ուր ես անում, չկա, պատասխան այդտեղ չկա։ Այ ասում են զինվե կարա, զենք կարա, ես խնդրում եմ, այն մարդիկ ովքեր որ ժամանակին գրում են զենք կարա, ընդ որում մունատով, ընդ որում երբեմն իմ հանդեպ էին մունատել, մի հատ ասեք իմանամ մայիսի 28-ին գտնվելու եք հանրապետության հրապարակում թե չէ, որպեսզի տեսնեք թե զենք ինչպես են առնում։ Եվ եթե զենքերը հիմա գնված են արդեն, կամ այդ process-ները անընդհատ գնում են ու ամենակարևորը լավագույն զենքերն են։ Հիմա դու գնալու ես զինվորական կրթություն ստանաս, որովհետև այլ բանա ունենալ զենք, այլ բանա ունենալ այդ զենքը կիրառողներ։ Էդի նեշ է, էսի ավտոմատա, այնի բանա, չգիտեմ, հրթիռա, ուրեմն նույն բանա, կնոպկա է սխմում գնում է, ոչ, պատրաստվում են դրա վրա զինվորականներ։ Կգնաս պատրաստես, կամ խորհուրդ կտաս երիտասարդներին, որպեսզի ընտրեն ռազմարվեստը որպես իրենց ապագա, թե ոչ։ Մի հատ գնացեք բանը Վազգեն Սարգսյան ինստիտուտը նայեք ու համեմատեք նախկինում ինչպիսին էր այդ ինստիտուտի վիճակը, եթե իհարկե կարելի էր դա ինստիտուտ համարել, ոնց որ համակենտրոնացման ճամբար լիներ, եւ ինչպիսին նա հիմա, ինչպիսի արտաքին գործընկերներ ունի, օտարերկրյա գործընկերներ ուներ եւ ինչպիսի օտարերկրյա գործընկերներ ունի հիմա։ Ու հազարած sense հարցեր էլի։ Դե գնացեք ընտրեք այդ ամեն ինչը։
Գնացեք ու ձեր վերաբերմունքը արտահայտեք, բայց չէ, ձեր մեջ արդեն այդ կայքերը, ես կարող եմ ընթերցել, դժվարել չի, ու սա մի մասն է դեռ, ասենց որպեսզի հասկանալի լինի, էլի խնդրեմ։ News AM, դա բան, աուդիտորիա 100,000 հեսա սկրինները այդ նույն արտահոսած կայքում է։ Այսինքն News AM, որը պատկանում է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարին, ոնց եք պատկերացնում, այդ News AM-ը ձեզ ինչ պիտի ասի։ Պիտի ասի ժողովուրդ ջան, տեսեք ինչքան լավ է, ինչ բանն է կառուցվում են, ինչ բանը, բնականաբար ոչ։ Ամեն ինչի մեջ գտնելու են վատ բան։ 24 News AM, Առավոտ AM, Հայելի AM, Post AM, 1 օր AM, օրեր AM, Press Media AM, News Arm Live, Օրաթերթ AM, Press 24 AM, Ժամկետ AM, Օրագիր AM, 5-րդ ալիք, 5 TV, Առաջին լուր AM, 7 օր AM, Պոլիտիկ AM, Armenia 24 Live, ինչ, Լորի TV AM, Լրաբեր online, Օրագիր live, սրանք ինչ պիտի անեին ձեզ։ Ու եթե դուք մի անգամ, ես 1000 անգամ չեմ ալարել, ձեզ պատմել եմ, թե ոնց է աշխատում ալգորիթմը, այս գործիքի, որին որ դուք սխալմամբ հեռախոս եք անվանում։ Սա հեռախոս չի։ Սրանք մարդիկ ասում են գաջետ եւ այլն, հազար ձևի բաներ են ասում, բացի հեռախոս, ոչ մեկ։ Ռուսաստանում սրան տելեֆոն չեն ասում, Եվրոպայում ու Ամերիկայում սրան տելեֆոն չեն ասում։ Հասկանում եք։ Սա մի բան է, որի մեջ կա նաեւ հեռախոսի հեռաձայնելու ֆունկցիա։ Եվ որը մենք շատ ժամանակ կիրառում ենք համացանցերից օգտվելիս։ Եվ ուրեմն պետքա սովորեինք, ու ես ցույց եմ տվել ինչպես է պետք անել, այդ մեդիա գրագիտության հետ կապված մի միլիոնատ հաղորդում ենք ունեցել ու զրույցներ ենք ունեցել, որ մի բացեք այդ կայքերը, ցույց եմ տվել այս կայքերը, հիմնական մեծ աուդիտորիա ունեցողներս են, որ հանկարծ նայում եք, ասում եք խառը վերնագիր, մի բացեք, որ բացում եք, ալգորիթմը հասկանում է, որ ձեզ հետաքրքրեց ու անընդհատ սկսելու է տենց սպասարկել։ Բայց չէ, ես պարզապես ուզում եմ տեսնել ինչա գրված, տեսակ, այնքան տեսակ, մնացիք արդեն շատերը դրա տակ։ Հիմա այսօրվա դրությամբ հարցեր եք տալիս, որոնք որ 2020-21 թվականին նույնպես կիրառվել են այս նույն տեխնոլոգիաները, հայ ժողովրդի դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ։ Ու այսօր ինչ որ sense իբր արտահոսում է, դրանք այդ արտահոսածները ընդամենը այս պահի դրությամբ փաստում են, որ ճիշտ էինք մենք ենթադրում ու ճիշտ էինք պատկերացնում իրականությունը։ Ընդամենը փաստում են դա։ Եվ ավելի մանրամասն եւ հնարավոր է իրավապահ մարմիններին էլ ընտան այդ փաստաթղթերը հնարավորություն գործելու։ Եվ այստեղ է, որ ես պիտի հիշեցնեմ, որ որքան էլ որ ես աջակցում եմ երկու քաղաքական ուժերի ու դուք գիտեք այդ քաղաքական ուժերի անունները, այնուամենայնիվ հունիսի 7-ին, քանի որ ընտրվելու է քաղաքացիական պայմանագիրը, միանգամից ասեմ, որ հանրապետության վարչապետ մեծարգո պարոն Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոստում է տվել, ընդ որում դա քաղաքական խոսույթ չի, որ ասենք լավ քարոզարշավի շրջանակներում ինչ որ մի բան ավել, խոստացրեց ինչ որ մի բան պակաց, ոչ, լրագրողների հարցերին ի պատասխան նա տեղեկացրել է, ներկայացրել է մոտավորապես թե ինչ է սպասվում այս երրագլուխ հրեշներին հունիսի 8-ից սկսած, ուստի հունիսի 8-ից սկսած շատ բան խիտ ռեժիմով մենք ունենալու ենք գործողություններ եւ ակնկալումներ եւ խոստումների կատարման համար պիտի մենք արդեն սկսենք աշխատել, որպեսզի կատարվեն դրանք, որովհետեւ չէր կարելի նախ թույլ տալ հասնել սրան, լավ հասել ես մոտավոր պատկերացնում եմ ինչի հետևանքներով կարող են հասած լինել, սա դնենք մի կողմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ մյուս ժամկետում նույնպես նման ձևով ձգձգոցիներ լինեն։ Սա էսպես։ Ու հենց դրա համար, որ ես ունենալու եմ պահանջելու իրավունք, այս դրա համար էլ ընտրել եմ ժողովրդավար ուժեր, այս դա է խնդիրը։ Ուրեմն, բայց մենք քաղաքացիներով միշտ քանի որ մտածել ենք, տեսեք ինչը, երբ որ ասել ենք արտասահման, մենք պատկերացրել ենք Եվրոպա կամ Ամերիկա, մենք Ռուսաստան ասելով չենք բան արել, չենք կենտրոնանում, չէ, երևի սրա վրա, բայց չենք պատկերացրել արտասահման։ Մեր հարազատը կամ ինքերը կամ բարեկամը երբ որ գնալուց եղել Ռուսաստան, միտեղ խոսացել ենք, ասել ենք մարդն ճանաչում, ասել ուրա գնում արտասահման, ասել ենք չէ, Ռուսաստան։ Կամ երբ որ ասել են ուրա գնում Ռուսաստան, ասել են չէ, արտասահման։ Այսինքն Ռուսաստանը մենք այնքան ենք համարել մերը, ու այդ ռոպագանդան տասնամյակներով այնքան է գնացել, որ այսօր ռուսաստանցի լրտեսին բայց կոնկրետ բան գնահատական քաղաքացիները չեն տա։ Նայում եք, ինչ որ հավաք են անում, լավ, ասենք մի 300 հոգի հավաքում, բան, բայց կներեք էլի։ Դա մեր քաղաքացիական պատկերացումն է լրտես ասվածի շուրջ։ Դա ես մեր պատկերացումն է, օտար երկրից եկել ֆինանսավորում է մարդը, ու ինչ են անում։ Ես օրինակ, եթե մյուսների դեպքում մի քիչ ամեն ինչ բարձ է, ուժեղ Հայաստանի այդ դաշինքը ինչա, ձեզ եմ ասում, էլի, դրանց ընտրողներին, այդ ուժեղ Հայաստանին ընտրողներին։ Մենք հարգելի քաղաքացիներ, ինչ կասեք, երբ որ հավաքվում եք, խի եք գոռում Սամվել վարչապետ, ամաչում եք գոռակ Նարեկ վարչապետ, որովհետև առաջին համարը Նարեկն է։ Առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, հուշեմ ձեզ։ Ու ընտրություններ օրինակ ինչ բանով որ առաջի համարը ինքն է գոռում եք գոռացեք Նարեկ վարչապետ ամաչում եք յանին է Սամվել վարչապետ որ գոռում եք էդի տենց քաշ ավելացում ձեր գոռացածի
Սլաբո, մի հատ ասեք, էլի ասեք նարեկ վարչապետ։ Դե հիմա երևակայությունից զոր տվեք ու պատկերացրեք, որ այո, վարչապետի տեխնացիան հենց ինքն է։ Թե դուք կողմ եք, որպեսզի ձեր մեր բոլորի սահմանադրությունը ոտնահարվի հենց սկզբից ու ամենակոպիտ ձևով։ Մենք դրա մասին ենք, դուք ձեզ այդ հարցերը տվեք ու փորձեք ոչ թե արդարացում գտնել, այլ պատասխան գտնել։ Որովհետև արդարացում բոլորն էլ կարան ինչ-որ ապուշ բաներ խոսալով երևակայելով տենց ասեն հա դե կլինի կստացվի մի բան կլինի։ Այ հենց այդպես կլինիով ենք էլի ապրել։ Երբ որ մենք մեր պետությանը վերաբերվել ենք որպես տարածք, ոչ թե պետություն։ Պետություն իր սահմաններով։ Դες այս տարածքներն է էլի, sense ստեղից ընդ է, ապենդից ընդ է, ու դրա համար այսօր կանգնել ենք այնց հարցերի առաջ։ Մենք նոր ենք սկսում հասկանալ բաներ, թե քաղաքացիական պլատֆորմում, թե քաղաքական պլատֆորմում։ Նոր ենք սկսել հասկանալ բաներ, ինչը աշխարհում վաղուց մարդկանց լեզվամտածողության մեջ է։ Մի հատ գնացեք օրինակ, դες խիստ հայրենասեր դեմքերներս եկեք առնենք ախտորջան։ Վերնենք գնանք մեծ Եվրոպա ամենասես մեր հումանիտար երկրի անունն եմ տալիս Հոլանդիա։ Եկեք գնանք այնտեղ ու ասենք տեսեք ամենամոտիկը Գերմանիայի հետ է։ Եկեք գնանք ասենք այս մեկը ձեր կառավարությունում գերմանացի լրտես է։ Գիտեք ինչ կանեն։ Գիտեք ինչ էդի չի հասցրի փախնի։ Չի հասցրի տուն հաստի տնեցիկին հաջողանի։ Իստեղ նայում ենք ոնց էին տանում բանի Թևանյանի, էս ինչ արա։ Որովհետև սովոր չենք ոնց է։ Հա բայց ինչ լրտես Ռուսաստանի էլի լրտեսն է, յանի ինչ կա դրա մեջ յանի։ Սա էսպես, բայց հիմա ես ուզում եմ մի քանի առանձնացրած թեմաներով բան անենք էլի, գնանք առաջ էլի։ Ուրեմն, նախ խոսենք Ռուբեն Վարդանյանի բանից, Բաքվի բանտից արած հայտարարությանը, որը շատ նույն լուրջ դեմքով տարածում են նրա կուսակցական, գիտեք ինչ, մեր, հա, այսօր էլ Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումներ, հետո մոտիկացել են Արարատ Միրզոյան, գերիների մասին խոսեցիք, գերիների Էնել ասած ծնգալարիկ թողիկ, լավ արեց, որովհետև կակ բուտը իրոք ավելի շատ են մտածում գերիների մասին, ու այդ իրենք են հուշում, որ պիտի խոսացվի, ու արտգործնախարարի հենց մտքով չի ասում արա, ու յանի այնքան գերիները ինչքան որ կարողացել են հետ բերել, այդ էլ ժուրնալիստներն են բերել, էլի, դուք ընդհակառակ ամեն կերպ ուժեղացրել եք այն հանգամանքը, որ Ալիևը իշխան կարողանա ավելի երկար գերիներին բայ։ Նախ սկսենք այստեղից, էլի, նա պատերազմից հետո հիշեք, գերիներին այնքան ունենց հերոսացրեցիք, որ Ալիևը հասկացավ, որ դա կարելի է մի քիչ շուտ չտալ, հələ կանգնի փորձեք սա խաղարկել Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա ազդելուց։ Ու այնքան դուք քաղաքականացրեցիք գերիների հարցը ներսում, որ Ալիևը արդեն քիչ էր մնացել, հենց իմի Ալիևը Երևանի փողոցներում ֆրֆրա, դուք մեկա Ալիևին կթողնեք, էլի Նիկոլին կկպնեք։ Ես լուրջ եմ ասում։ Ձեր համար Ալիևը ձեր գոյության միակ երաշխավորն է։ Ձեր գոյության, այս երրագլուխ հրեշներին եմ ասում, լրտեսներին, FSB-ի բաներին, ստուկաչներին։ Ձեր համար Ալիևը ձեր գոյության միակ երաշխավորն է։ Որովհետև եթե ձեր խոսույթից անենք Ալիև բառը, տակեր ոչ մի բան դուք չեք կարող խոսալ, ոչ մի քաղաքական, ոչ դատարկություն տակը։ Ու դուք արդեն այնքան եք կարևորել Ալիևի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում, ու սկսել հավատալ դրան, որ անգամ արդեն ծիծաղելի էլ չի։ Անգամ արդեն ծիծաղելի էլ չի։ Ու նա ձեր հույսով է ապրում, ասա, նա իր իշխանությունը դեռ երկար է ունենալու Ադրբեջանում հենց ձեր գործողությունների արդյունքում, որովհետև այդ երևակայություններից զոր տվեք ու պատկերացրեք, որ որքան դուք եք կարողանում մտնել տեսնել բանը ադրբեջանական թերթերը ինչ են գրում Ալիևը, երբ գնաց Զուքարան Փաշազադեն, երբ գնաց, չգիտեմ, ծաղիկ հավաքելու, այդ նույն ձևով էլ իրանք են մտնում այդ բաները շատ նորմալցած նայում, ուսումնասիրում, գնում, գցում, բռնում ինչ կարելի անել ինչ է։ Սա էսպես։ Բայց, էսի երբ որ խոսում ենք գերիներից, ի տարբերություն ես ասեմ, որ Բաքվի բանտում ես երկու գերի եմ ճանաչում։ Գիտեմ, որ երկու գերի է մնացել։ Այն 17-ը ինձ համար գերիներ չեն։ Նախ իրավական առումով նման մարդիկ անվանվում են պատանդներ, ոչ թե գերիներ, ու այստեղ տարբերություն կա։ Գերին ռազմական գործողության ժամանակ գերին կաց մարդն է պատանդը եւ այլ պահվող անձիկ դրանք տարբեր բաներ են։ Հիմա այնուամենայնիվ սրանք հանձնվածներն են։ Թուրքին հանձնվածները, ռուսի հրահանգով թուրքին հանձնվածներն են։ Սա մեկ։ Երկրորդ լավ կանեք դուք էլ ձեր այդ ապրելու երկիր կուսակցությունով այնպես մի չտարածեք թե ինչն է բարոյականություն, ինչը չէ։ Լավ, որովհետև այդ 17-ից ես վստահեցնում եմ, եթե 17 հոգով նստեք ու մեկը հանում բոլորի մի հատ բան անեք, ժիրիբովկա անեք, որ մի հոգի կյանքին հրաժեշտ է հանում բոլորի։ Մեկը ինքնասպան լինի, միջազգային անեց ստանդարտ առաջանա, անեց ստանդարտ, որ Ալիևը մնացածին չի կարա չտա։ Մի վարկյալ շուտ։ Բայց դուք եկան վախկոտ եք, դուք մենակ կարաք, չգիտեմ, դες ներկանայիք Կյարաբաղսկի կլանի, չգիտեմ ինչ էլի դա, այո, Ռուբեն Վարդանյանն էլ է, որովհետև դուք գիտեք, Կյարաբաղսկի կլան ասում եք, ես ինչ հիմնականում նկատի ունեմ, հա։ Բանա, մենակ այդպես կարող եք։ Ու հիմա այնտեղից նստել, պատկերացնում եք Ռուբեն Վարդանյանը այնտեղից նստել, Երևանի զորահանդեսի մասին գնահատական է տալիս։ Հələ դուք սրանց խելքին նայեք, սրանց մտքերին նայեք, ու սրանք էլ թե տարածում են Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից կոչով, բա, այն էլ ֆլեշկով է ձայնագրություն ուղարկել։
Արատենաս էդի չհնարավորություն են տվել։ Ինչու են տվել այդ հնարավորությունը։ Հետո այդ ֆլեշկեն խնամքով ինչպես են փոխանցել, որպեսզի այն ուղղվի հայ ժողովրդին։ Կայֆավատ եք լինում դուք։ Ասեք ձեր պատկերացումները այսքանն է։ Ինքն է համաձայնություն հայտնել ընդեղից ազդել ներքաղաքական պրոցեսների վրա իր ստեղի կուսակցություն կոչվածով։ Իրան են տվել, ասել են դե զապիսեղի ֆլեշկեն ղրկենք թող Հայաստանում լսեն։ Ինքն էլ լսել ասում, դա անբարոյականություն է, չգիտեմ ինչեր է խոսում արա։ Գժի դար, լրիվ գժի դար արա։ Ու մեկը նորմալ, բայց պալիտոլոգներով առավոտ ադրբեջանագետներով, ես շատ գիտեմ ինչերով, սաղը ամեն ինչից հասկացող են, մեկը նստեք քննարկեք, այս ո՞նց է այդ ֆլեշկեն, որը վերաբերվում է մեր զինված ուժերին, եւ զորահանդեսին մայիսի 28-ին կայանալիք, որտեղ որ շատերս այս մատները ծծած այդպես մնալու են միանի, մի ուղղ կայնած ծխելու են այնքան չէ թոքի ռական դնեն։ Ո՞նց է այդ ֆլեշկեն եկել սիրուն հասել ու հրապարակայնոցվել։ Ու նախ այդ հրապարակային դարձնողներին է պետք է կանչել կզարան։ Ու այո դա կզարանի բան է, որովհետև նրանք ադրբեջանական պրոցեսները ինչ նպատակով որ այդ ֆլեշկեն եկել է, Ադրբեջանից ստեղ, այդ նպատակով կիրառվում է ներհայաստանյան բաներում։ Դե էս ինչ է։ Էս ինչ է, էլի։ Ես լուրջ եմ ասում, ես ցենց որ նայում եմ 2020-ից մինչև հիմա, ուրեմն կարող եմ հանգիստ ասել, մենակ քրիստոնեությունը ընդունելու մեջ չի, որ մենք առաջինն ենք, հանգիստ եք։ Մենք արդեն այնքան, բայց մեջներից լավը գոնե դա է։ Մենք այնքան բաներ ենք արել, վատ բաներ, մենք մեր հանդեպ, որ հավատացեք թիվը խառնվել է, թե էլ ինչումն ենք առաջինը։ Երևի աշխարհի ոչ մի պատերազմում, թե ժամանակակից թե հին պատերազմում նման բան չի եղել։ Այն հայկան 3-7-17 գրելով ֆրֆռում են։ Թե կարան երկու բառ հետս խոսան ամոթնի ինձ։ Մարդը ասում է, ասենք օրինակ, չէ, մի ջնջեք, admin ջան, մի ջնջի, թող մնա։ Թող, պետք չի ջնջել։ Թող մնա, բոլորն էլ տեսնեն, անունները ճանաչեն։ Մարդը կոնկրետ ստուկաշների կողմնակից է։ Մարդը ասում է, այո, ես ուզում եմ ունենալ մի հայրենիք, որը սահման չունենա։ Այսօր նա դրությամբ կամնել ջերմուկ եք լացում, սևլիչ եք լացում։ Ու կոնկրետ 3-7-17 քվեարկելու պատրաստ քաղաքացիները, բայց ժողովուրդ ջան, բայց որ այդ նույն ուժերը միացած են բանին, չէ՞, ջիհադիստ սրբազանին, որ հիմա դատում է աբեջության բանով, գործով էտում է։ Բայց ասում են որտեղ մեր զինվորը կանգնած է, այդտեղ է մեր սահմանը։ Էդի ուղիղ ես իրա բառերն եմ ասում, ցիտում եմ կոնկրետ։ Ասում են, բա որտեղ է Հայաստանը, դե Հայաստանի սահմանների դեմ էր, չէ՞, էլ ջիհադիստական շարժում իրականացնում։ Ու ասում են, իսկ դրսի ուժերն ասել են, որ այստեղ բան, այդ Տաշիր Սամոյին ղրգած դրսի ուժերը էլի։ Հիմա ես հարց եմ տալիս, ասում եմ, հիմա զինվորը որտեղ կանգնած է այդքանով, է մեր պետությունը։ Տենց է պետությունը զինվորով, է մենակ զինվորի կանգնած տեղով, է։ Բայց դե ուրացում, չէ՞, մեկ են ասում։ Կամ մարդ ասում է FSB-ի ստուկաշներին ես պետք է դամ ձեն տամ, որովհետև այո, իմ երեխեքի ճակատագիրը Կիրիենկոյի ձեռքերում պիտի լինի։ Կիրիենկոն պիտի որոշի իմ պետության ճակատագիրը, իմ երեխեքի, իմ ապագայի ճակատագիրը։ Ասենք օրինակ, երբ որ տարական բան է, էլի, հիմա sense որ խոսում են, ասում են, հիմա ես հասարակ բան եմ ասում։ Բախի, եթե մյուս ուժերի մասին խոսում եք, ես sense բարդ չեմ բանանում։ Ասենք, հիմա նորմալ է, մարդը կարա ընտրի։ 19-ը ուժ մասնակցում ընտրություններին, մեջտերից մի 10-ն են, ոնց նայում են, որ բան են, ռուսամետներն են, տարբեր անունների տակ թաքնված։ Բանը նույն գրասենյակից ուղղորդվող։ Չգիտեմ ինչի ցալի թևեր, ինչեր են, ինչի թևեր են, Թաթոյանի բանը կուսակցությունը։ Նոր բարձվեց 900 քանի միլիոն փող է վերցրել։ Այդ փողը ինչ տվել են, որ ինչ անի, ասել են գնա փրկի մեր հայերին, ասենք Կիրիենկոն տվել ասելա, ես քանի որ ես փոքրուց ուշքս գնացել է հայերի համար, ու Հայաստանը եղել է իմ, չգիտեմ, երազից Աստված եկել է Հիսուս Քրիստոսը ու ասելա, դու պիտի Հայաստանը, ու ինքը այդ փողը տվել ասելա, ուրիշ ձև է ժողովրդի հետ չի լում, գոնե փողով բան արեք, պահեք այդ երկիրը, ասենք, սենց եք պատկերացնում։ Սենց եք պատկերացնում, բա ում համար անում, խի անում։ Նա դուք ձեզ հարցրեք, մենք այդ պատասխանները երբ որ ասում ենք, վատնում կապտում խառնվում եք իրար, բա դուք ձեզ փորձեք պատասխաններ տալ։ Ասենք օրինակ, կրող տղեն, գնում է խափելով սրան նրան փող բաժնելով, հա կրում։ Հա, տենց եք իմանում ընտրությունները։ Ով շատ փող ունի, այնի հատ։ Այսինքն, բեսպիցի մինուտ, չէ, ինչ է, եղածը 4 միլիարդը, պրիտոմ 90%-ը բանինն է, FSB-ինն է, որ հանգար չկրեցեք, նու չեր կրելու, ձերից խլելու են, բոմժա դառնալուն է։ Այն մնացածը ստեղ է մնալու վզին։ Բանը,
Այսինքն Ամերիկայից մի հատ միջին կլասի ալիգարխ չէ, այնտեղ ալիգարխներ չեն, ալիգարխը դա են, ով որ համ միլիարդատերը համ էլ բիզնեսը վարելով հանդերձ քաղաքականության մեջ։ Նայ, այսինքն միջին կլասի մեծահարուստ, մտքորցի ցուցակը բացեք, կարդացեք։ Կարա դա Հայաստանում ղեկավար կարգավի։ Դե մի երկու հատ թուրք ու ադրբեջանցու անուն դա, մի 30-ացն սկայք աշխատացնի ուղեղները լվանալու համար, բան, ես եմ հետ բերելու, են եմ հետ բերելու, ընդ որում կարա եթե մաքուր հայերենով չանի, այնտեղ ոնց ուզի կարա արանքը դեբիլ դուրս տա, բա, մեկը ախպեր, մարդիկ փողը կվերցենք, ընտրեն, սենց եք պատկերացնում։ Սենց եք պատկերացնում։ Բայց սամոյից հարուստ 30-ատ մենակ թուրք կա ազգությունով։ Պաստորեն կարան փողով ձեզնից հայերենիքը վերցնեն։ Չերես խամաճիկ, իրանք պրյամո չեն գա բնականաբար։ Չերես խամաճիկ, կասեն ապա մի երկու հատ էլ մեզի կփուր կտաս դու, խոփ մենք ստեղ ենք մեկը։ Ես եկա թուրքերը բան, այո, փրկությունն եկա, փրկիչ էլ ենք այդ խանկարկելով, բաներով, տերտերով, մերտերով։ FSB-ի ստուկաչ, այսօր դրությամբ որ գնում եք վեհարանում FSB-ի ստուկաչի նկարն է դրած։ Այս էլ ձեր եկեղեցին։ Այն որ ասում ենք եկեղեցին պետք է մաքրվի, ու մի հատ էլ սաղ եկեղեցիները մի հատ էլ պիտի օծում անցնել, սրանցից հետո, սա ենք ասում։ Բայց FSB-ի ստուկաչի վրա լուսապսակով կախել եք պատերին, որմնանկարներով, բաներով։ Մի հատ բանական տրամաբա, ասում է բանա, հեսա գալու են, այստեղ 500 հատ մեջից սարկեն, տոլավ է։ 500 ցելի Ադրբեջանում, որ մեզնից կանի, համարյա 3 անգամ մեծ է, 2.5 անգամ մեծ է, 1200 հատ Ադրբեջանի երկրում, որ սա մուսուլման են, 1200 հատ մեջից կա կեսկել չի աշխատում, հեսա գալու են 500 հատ մեջից սարկեն, դες վախում ես արա, բա Պուտինը գնաց է Ղուրանն էր պաչում, Պուտինը պրյամո գնացել էր Չեչնիա Կադիրովի ձեռից Ղուրանը պաչեց տվեց ձեռը։ Բա դու չես վախենում, որ ասեն դες միութենականության կազմում լինես Հայաստանում Պուտինը ասի 500 հատ մեջից սարքեք։ Էդի քեզ չի վախացնում, չի մտահոգում, կամ բանի Բայրամի օրերին, Կուրբան Բայրամի օրերին Մոսկվաներում ու Պիցերներում այնքան բանա դուրս գալիս, մուսուլման փողոստեսկին ռստերն են վախենում լուսամուտից նայեն։ Էդրանք հեչ, Ռուսաստանի մուսուլման, օքեյ։ Էդրանք հատուկ բաներ են։ Սով է կարա։ Հիմա մյուսը, սենց մի քանի թեմաներ եմ առանձնացրել ժողովուրդ ջան։ Հիմա մյուսը, Արեն Սիմոնյանն այսօր երիտասարդը որ նորմալ է, գիտեք այդ երիտասարդների ուղեղներն են լված։ Ես այդ երիտասարդներին այլ որ ասում եմ ափսոսում եմ, նաև դա նկատում եմ։ Այն որ ասում չէ, Հայաստանը ըստեղ էլ բան կա։ Դրան դեռ կանդրադառնանք։ Բայց այս միտքը պահեն, որ հələ մի երկու տեղ անցնելու ենք ամենավերջում կանդրադառնանք հենց այդտեղ։ Հիմա հարց եմ ձեզ տալի, որ Ղարաբաղը մերն էր։ Ու տես հայկական էր, մենք էլ մարտունակ sense բան են, որ ասում եք, ինչ ուզում խոսում եք։ Բանը, կարամ իմանամ, Սերժը, որ ասել էր այդ Երևան Ստեփանակերտ ռեյսով առաջինը ես եմ դռնելու։ Արա խի տենց էլ չթռավ։ Խի չթռավ ախպեր։ Հայաստանը մերը, Ղարաբաղը մերը։ Սերժի թիվն է, Նիկոլը вообще կապնել կացեմ չկասկի։ Իսկ ազգային ժողովում էլ ներգրավված չի։ Արա խի չթռավ։ Գիտեք խի չթռավ։ Որովհետև գիտեր, որ այո, Ադրբեջանը ունի լեգիտիմ իրավունք խփելու։ Դրա համար էլ վախեցավ թռնի։ Ու որովհետև մեկը չի կարա գնա ասի, Ադրբեջանը մեր տարածքում քաղաքացիական ինքնատիպ է խփել։ Չեն կարա ասել։ Որովհետև բոլորն են իմացել, որ այդ տարածքները տված է, բացի շարքային քաղաքացիներից, ինձ, քեզնից, մյուսից, բացի մեզնից։ Էս սա ուսենք մտածում, որ Ղարաբաղը մերն է։ Ու չենք կենտրոնացել այս բան։ Լավ, հələ ինքը չթռավ Ջանդան։ Ջանդան գյուր ոնց որ ասում են։ Արա բա, ասալակ ինչի չաշխատեց այդ ռեսը։ Բա գտեք այդ պատասխանները, ձեր համար ես չասեմ, որ չստացվի։ Բան է, այ դու քարոզում ես, ոչ ես կուզեմ կքարոզեմ, կուզեմ չէ, իմ գործն է, չէ, ասենք ով չուզում թողնում, բայց անգամ այդտեղ ես ուզում եմ ազնիվ լինեմ ձեր հետ։ Անգամ ձեր նմանների հետ ուզում եմ ազնիվ լինեմ։ Դուք ձեզ հարց տվեք։ Մոռացեք որ գնելն այդ հարցը տալիս, ես ասենք մի րոպե։ Իսկականից այդ ռեսը խի չաշխատել, բայց կա փող էր ծախսել դրա վրա։ Այրոպորտ էին սարքում։ Եկեք մի հատ էլ չգիտեմ այս աղջիկնովա։ Մի հատ եկեք ու ես բայց այս աղջիկը առաջարկած թես այս վերջի շրջանում շատ է, էլի։ Նենց բան։ Մի հատ եկեք լսենք, էլի։ Միայն խաղաղության մասին։ Մի րոպե։
Ժողովուրդ ջան, հիշում եք Փաշինյանը ինչ էր խոստացել 2018-ից հետո, 2021-ից հետո նա ամպագորգոր խոսում էր միայն խաղաղության մասին, բայց ինչ բերեց, ճիշտ եք, 3 պատերազմ բերեց արհավիրք, զոհեր, անհետ կորածներ, գերիներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, բերեց տարածքների կորուստ, նա խոստացել էր պաշտպանել Արցախը, ինչ արեց, նա հանձնեց Արցախը, իսկ հիմա մեղադրում է զոհված զինվորների մայրերին, հասկանում եք, դա մարդ ուղեղում չի կարող տեղավորվել։ Ալիևը խլել է Արցախը ու պատրաստվում է վերցնել հայկական նոր տարածքներ։ Փաշինյանը խոստացել էր ժողովուրդ ջան, հիշում եք, չէ՞, լավ կյանք, բարեկեցություն։ Ինչ բերեց բարձր գներ, աղքատություն, նվաստացում։ Իսկ հիմա Ալիևը բացայտ խոսում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին։ Ու Փաշինյանը ես վստահ եմ, կտա նրանց հայկական աշխատատեղեր, կտա նրանց հողեր, ամեն ինչ կանի, միայն թե պահի իր աթոռը։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, դուք կամ կգնաք ընտրության, կամ ադրբեջանցիները կգան։ Ես խնդրում եմ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրության ու ճիշտ ընտրություն կատարել։ Հիշեք, դուք կարող եք կանխել, հենց դուք կարող եք կանխել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան ձեր ճիշտ ընտրությամբ։ Իսկ ճիշտ ընտրությունը ուժեղ Հայաստան դաշինքն է, քվեաթերթիկ համար 3-ն է։ Այո, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ մեր ուժեղ թիմը կանխելու է 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Աղջիկ ջան, ձեր կանտորայում, այդ Կիրիենկոյի կանտորայում պատրաստեք հետևյալը, որպեսզի ավելի համոզիչ լինեք ու չկարենանք հագադարձենք, էլի, չկարենանք ասենք մուտի դեք անում խոսքի, հա? Եկեք sense մենք առաջարկ ունեմ։ Այ գտեք Ալիևի այդ ասած խոսքը, որ ասել է 300,000 ադրբեջանցիներ պիտի վերադառնան բան, ամսաթվով հրապարակման, պաշտոնական հրապարակման ամսաթվով, տարեթվով ամսաթվով։ Ու դրեք ձեր կայքում, այս հայտարարության տակ։ Որպեսզի տուպոյի տպավորություն չթողնեք։ Ես իհարկե հիմա 300,000 ադրբեջանցիների գալու չեմ անդրադառնալու, որովհետև դա անասունություն է, չնայած այն սկզբից որ այդ ալիքը բարձրացրել են, մի քանի անգամ փորձեցի բացատրել, որ ինչքան դա աբսուրդի ժանրից է, բայց սա որպես բան, էլի, մենք ցույց տվեք։ Կարող է հանկարծ ցույց տալ տարեթիվը ու պարզվի, որ նա դա ասել է այն ժամանակ, երբ որ Հայաստանը ոտքով գլխով կախված էր Ռուսաստանի Դաշնությունից ու նրա կամահաճույքից, իսկ Բելարուսի նախագահն էլ ասում էր «Կուդա Արմենիա ձեննուց»։ Կամ Արմենիա կուդա ձեննիցը։ Հա, կարող է խոսքը այդ ժամանակների մասին է։ Դրա համար էր Ալիևը օրը մեջ այն որ ասում եք 3 հատ պատերազմ բերես, բանսից բաներ եք խոսում։ Կարող է այդ ժամանակներ, երբ որ մենք ունենք մի հատիկ ռազմավարական դաշնակից Ռուսաստան, ով ուներ պարտականություններ ու չիրականացրեց պարտական։ Իսկ մենք հույս ունենք։ Կներեք, Ադրբեջանը ում հետույքով որոշեց սկսի ռազմական լայնածավալ գործողություն թե Արցախում, թե դրանից հետո Հայաստանի Հանրապետության սահմաններով իր ողջ երկայնքով։ Ում հաշվի առնելով, հույս ունենալով Թուրքիայի վրա, չէ, եւ կարգավորած լինելով այնտեղ բաներ, հույս ունենալով Ռուսաստանի վրա եւ կարգավորած լինելով այնտեղ բաներ, հույս ունենալով Լուկաշենկոյի վրա եւ կարգավորած լինելով այնտեղ որոշ բաներ, չէ։ Չէ։ Իսկ այդ հայտարարությունն էլ այդ ժամանակ այդ հույսով արել, որովհետեւ մեկը ուր պիտի փախնի Հայաստանը, բայց պարզվեց որ Հայաստանը ոչ միտեղ չփախնելով, իր աշխարհագրական դիրքում մնալով կարողացավ գտնել ու բերել շատ տեխնաջան աշխատանքի արդյունքում այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր որ հստակ Ադրբեջանին զսպին, ասում են վերենգի տեղը ու ամեն ինչ պիտի լինի SSSS օրենքների ու դրույթների համապատասխան։ Ու դա արեցին, ամենախնդալուն գիտեք որն է, ռուսական ազդեցության տարածքում, որովհետև թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության գոտիներ էին։ Այնքան Ռուսաստանը դա չարեց ու իր կայֆերով էր որոշում, որովհետև իրան Ուկրաինայում թիկունք էր պետք, իսկ Հայաստանը Ուկրաինայում իրան ոչ մի բանով բացի մարտականակից չէր կարող օգտակար լինել։ Միջև նրանք եկան ու ռուսական ազդեցության տարածքում ասին նա վերենգի տեղը տայ տղա։ Вообще մի քիչ քեզ ճապավոր է արդեն։ Սա էսպես, բայց գանք ամենասկզբին, երբ որ այ սիրելի ժողովուրդ, Նիկոլը ինչ խոստացել է, քեզ ա խոստացել, դու ընտրել ես Նիկոլին առհասարակ։ Նիկոլին ես եմ ընտրել, ես էլ իմ բանջերը ներկայացնում եմ շատ ազատորեն իմիջայլոց։ Ընդ որում անգամ ակցիաներ ու միտինգեր եմ արել։ Պարզապես ձեր պատկերացած քաղաքականությունը մի քիչ ուրիշ բան է, ձեր պատկերացած քաղաքականությունը ընդդիմադիր ասածը գիտեք որն է, վիրավորել, կրթել, մրթելն է, մերը նորմալ քաղաքական կամ քաղաքացիական process-ներ զարգացնելն է, որը դուք չեք թողնում շատ դեպքերում, բլոկում եք, դե դուք միլիարդներ ունեք, մենք մի հատ փասիվի հույսին ենք մնացել ու հարգանքի, որը իմիջայլոց ամենաթանկն են գնահատում, ու ձեր միլիարդները հեսա շուտով արանքից կթռնի, կտեսնեք տակը ինչն է մնում։ Քեզ ա խոստացել Նիկոլը ինչ-որ բան, չէ։ Խոստացել է, ով գնացել ընտրել է, բայց սա դեռ մի հարցի մի կողմն է։ Մյուս կողմից ասեմ, իսկ դու կարող ես մի օր էլ տենց նույն բան տոնով սենց շատ մեր մասին անհանգստացած իհարկե, սենց դուրս գաս ու ասես ժողովուրդ, Քոչարյանին չընտրեք, Հայաստան Դաշինքին չընտրեք, որովհետև մի հատ հիշեք, թե իրենք 21 թվականին ձեզ ինչեր են խոստացել։ Ես կարամ հուշեմ ինչեր են խոստացել։ Ու հիմա եկեք տեսնենք այս 5 տարիներին ինչ են արել։
Առհասարակ Հայաստան դաշինք կընտրելուն պատրաստ հարգելի քաղաքացիներ, ձեր ցանկություններն ու սպասումները արդարացրել է Հայաստան դաշինքը 5 տարիների ընթացքում։ Նա ձեզ ասել է, որ 5 տարվա մեջ կառավարության հետ հարցուպատասխանների մեծամասնությունը իրենց նստատեղերը դատարկ են լինելու։ Ոչ, նրանք ձեզ խոստացել են, որ գնում են խրամատավորվեն եւ պայքարելու են։ Եթե սա իրենց խրամատավորվելն ու պայքարելն է, ապա ես ոնց չեմ ցանկանա, որ իրանք իսկապես ինչ-որ մի օր որոշեն Հայաստանի համար պայքարեն։ Ես 5 տարի եղել են ընդդիմություն, 5 տարվա մեջ ինձ ասեք քանի օրենսդրություն են, քանի օրենք են բերել առաջ։ Քանի օրենսդրական նախագծով են բաները հանդես եկել։ Քանի օրենք են ընդունել տվել։ Քանի։ Իմիջայնոց այդ թիվը զորին շատ մոտիկ է։ Կարակ գուշակեք։ Խոսում են թե ինչեր են խոս տվել որ չեն արել։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, հանուն անկեղծության պետք է ասել, որ այո, խոստացած բաներ կա որ չեն արվել, բայց մյուս կողմից ցանկացած իշխանություն աշխարհի երկրների մասին եմ խոսում։ Եթե կառավարությունը իր ծրագրերը, իր առաջարկած ծրագրերը, որով որ եկել է իշխանության, դրանց 75-80% իրականացնում է, դա համարվում է ամենաստացված կառավարություն։ Արդեն ունենում է դրանով հանրության մոտ դրական բան, որ ինքը նորից կընտրվի։ Որովհետև բոլորն են հասկանում, որ գոյություն ունի տուրբուլենտություն աշխարհակաղակական, բոլորն են հասկանում, որ կարող են ֆորս մաժորային իրավիճակներ լինել, բոլորն են հասկանում, որ քաղաքական խոսույթի մեջ կարող է ցանկությունները մի փոքր ավելին լինել, քան հնարավորություններն են եւ այլն։ Դրա համար 75-ից 80%-ը դա չտեսնված բան է։ Այ հիմա գնացեք մի հատ Ռուսաստանի դաշնություն, տեսեք Պուտինը ինչ էր խոստվել ու ինչ արել։ Ոչ մի չի արել, մի բան է։ Լեռին այդ բավիճակն է, որովհետև իսկ այստեղ մոտ 80%-ը իրականացված է։ Իմիջիայլոց 18 թվականի խաղաղության մասին չի խոսել բան։ Նիկոլա խափում եք, մոտիլով կեք մի արեք։ Հիմա եկեք Քոչարյանին անդրադառնանք։ Այս շատ է սիրում Քոչարյանը հիշել սա։ Ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չեն իրականացնել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևան քաղաքում, գոնե մեկը, բայց գետինը չեք մտնում։ Խոստանում էի Կաչապնյակի մետրո, 0, մեկ տրանսպորտային հանգույց չեք գցել։ Երևանում խցանումները դարել են խնդրեմ, ամեն մարդ օրվա մի զգալի մասը անցկացնում է խցաններով։ Խոստանում են կանաչապատում, օրենք ավելի աղտոտված օդ Երևանում։ Սա նորմալ չի։ Թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է, եւ կրկնեմ 8 միլիարդ դոլարով ավելացրել է պարտքը։ Հիշեցնեմ, լիսի հիմնադրամով ամբողջ ծրագիրը եղել է 230 միլիոն դոլար։ Հիմա ես կարող եմ ձեզ Երևանում մի քանի օր պատտասնեմ ցույց տալով, թե ինչ է կառուցված այդ ծրագրի շրջանակներում։ Ուր են այդ 8 միլիարդ դոլարը։ Լափել են։ Միայն ուտելով չեն կարող, ոնց որ իրենց բանը դուրս ավտոբուսի մեջ ցաղորը ուտում են։ Նույն ձևի այդ 8 միլիարդը բերել են կերել։ Զարմանալի լինել է որ մարսում են։ Փորկապ չունեն։ Այդ փորկապը լինելու է հունիսի 7-ից հետո հունիսի 8-ին։ Հասկացա։ Ուրեմն Քոչարյան Ռոբերտ հանուն անկեղծության պիտի ասեմ, որ դու մի հատ լավ բան հաջողացրել ես ավել։ Բայց էլի իմպոտենտի պես կիսատեստո է, ոնց դաշնակներն են մշտապես քաղաքական իմպոտենտներ եք դու։ Երբեք ոչ մի բան ավարտին հասցրած չկա։ Ասենք, ոնց է սեքսը երբ ուսում է, ավարտվի։ Դու ոչ մի բան չեք ավարտել։ Կեսից դες։ Ուրեմն մի հատ լավ բան արել ես, որը որ կիսատեստով է, ինչ-ինչ պատճառներով։ Բայց ամեն դեպքում գնահատելի է դա Լինսի հիմնադրամն է Քրկորյանին Հայաստան բերելն է։ Վերջ։ Բայց մի հատ հարց տա։ Քո կառավարած պետությունը։ Դու հենց չես խոսել, դու պետության բյուջեից։ Պետության բյուջեն ոնց ես օգտագործել։ Ինչ ծրագրերի վրա է ծախսել։ Դու հենց խոսել ես մենակ Լինսին, դու Լինսի նախագահը ես։ Դու պետության նախագահ ես եղել, իհարկե կեղծիկով, բան, կզած եւ այլն, բայց եղել ես պետության ղեկավար 10 տարի։ Դու երբ որ քեզ ասում են ինչ ես արել քո ժամանակ, ասես Լինսի հիմնադրամով, ախպեր, սա պետությունը։ Չէ՞։ Այսքան բան բավոր արել են, ոնց ասենք ցնդելու բանը։ Հիմա այնուամենայնիվ ես այո գալիս եմ ինձ Երևանով ցույց տուր քո արածները։ Միասին շրջում ենք։ Դու եք ցույց տուր քո արածները, ես էլ ցույց տամ քո արածները։ Կամ քանի որ դե հա, հեսա բան կանես, դե բանմա, ձեր թիմից մեկին ուղարկի, ես քիչ թե շատ խելքգլխիներ որ կարողանա պատասխանատվություն եք կրի։ Միասին Երևանով քայլում ենք, համ ինքնա ցույց տալիս քո արածները, համ ես եմ ցույց տալիս քո արածները։
Համաձայն ես։ Հենա ձեր ցելի Հայաստան դաշինքը վերընկածա պոչից, մեռած պառնալիքներ ղրգելով։ Դրանցից մեկին, ասա դեպիլ հերիկա դիվանը գրկած սրա նրանց պառնած, հերիկը դա գործ կանելու։ Գնացեք այդ գնելին մի հատ բան արեք, լեզուն կարճացրեք։ Տարեք ու ցույց տվեք ինչեր եմ արել, ինքն ցույց կտա, ինքն իր ամասով ցույց կտա։ Բայց մի երկուսը այնուամենայնիվ ասեմ, ինչով որ դու սիրում ես գլուխ գովել, դրանցից մեկը Հյուսային պողոտան։ Ճիշտ եմ հասկանում։ Արա, այս ու Հյուսային պողոտայի օրթախը փախած է։ Մայրա պետյալը չկա։ Գիտես խի։ Արա կերելա։ Կերելա։ Էսի հենը մի մասը, մյուս մասը։ Հյուսիսային պողոտան ես մեկը այդքան չեմ սիրում։ Բայց իմ սիրել չսիրելը չեմ պարտադրում մնացածներին։ Ես գիտեմ, որ այո, երիտասարդությունը սիրում է այնտեղ զբոսնել։ Ինքը գուցե միջինացված հաշվով համարենք լավ պրոյեկտ։ Հա, ասենք լավ, ամեն դեպքում դեռ սիրում։ Ախպեր, այդտեղի հին ապրողները ուր են։ Ուր են։ Դու ունես համարձակություն։ Այսօր տես, քանի արդեն 17 տարի անց, մոտ 20 տարի անց հանդիպել եք մարդկանց հետ նստել ու քննարկում իրականացնել։ Ունես համարձակություն։ Գիտես, հա, իմիջայլոց, ես քեզ հուշեմ, որ այդ տարածքում մենք պատմամշակութային շենքեր ենք ունեցել, շենքեր, որոնց վրա գրած է պատմամշակութային, անձեռը մխելի ասա, դու թերքաբարո ձևով, էր ինչ որ անում են ադրբեջանցիները բանում, Արցախում, նույն ձևի դու ստեղ քանդել ես դրանք, ու երբ որ մենք միտինգ ենք անվա, այդ պատմամշակութային ժառանգությունը ուր եք կանդում, ախպեր, մենք քարերը համարակալում ենք, հետո կտանենք մի հատ ուրիշ տեղ, ստարի նովի գորդ կսարքենք, չէ, նովի ստարի գորդ կսարքենք, նոր հին քաղաք կսարքենք, ես իհարկե բանը, ձևակերպումը տենց էլ, մինչև այս տարիքս հասել է տենց չեմ հասկացել, ինչ անշակում նոր հին քաղաք կառուցել, բայց ուր են այդ քարերը, հիշում եք ինչի վրա ինչ եք գրել, բայց պատասխանատվությունն ուր է, բա մեր պատմամշակութային ժառանգությունն ես վերացրել դու, այն որ հել է ոռնում գոռում եք, ասում եք բա եկեղեցի քանդեց եւ այլն Ալիևը այստեղից ձայն չեն հանում արա դու քո ձեռով Երևանի կենտրոնում պատմամշակութային տարածքներն ես բարի տպե Երևանն հին իր ամեն ինչով բարի ես տպե Սարքել ես Երևանի կենտրոնում մի հատ պողոտա ու կասկածելի զուգադիպությամբ անունը դրել Հյուսիսային թե ասենք ինչով է պողոտան հարավային չի չեմ կարող հասկանալ Ասենք որտեղից դեպի հյուսիս էլի, ասենք որտեղից է դեպի Խանջանից։ Պրիտոմ եթե հիշում եք ժողովուրդ ջան, իսկ ես շատ լավ եմ հիշում, որովհետև այդ Տերյան 2-ում մեր հայտնի կինոստուդիան էր, որտեղ որ սովորում էի ուսանող եք, այդ ժեշտերի վրա էլ ռուսական դրոշներ նկարած, էդ էլ ասում։ Ես խոսում եմ, ես չեմ ասում կուկուռուզնիկը, չեմ ասում։ Այդ որ մետրո ես է ասում։ Արիելը միջև մետրո մտնել է, դե մետրոն էլ է գծերով, չէ։ Էլ միջև է թունելների մեջ մտնել է, ճամփի որով նայենք ես մեր բանի գծերը վերջը ուր են տրամվի։ Մի հատ հոդապաշխ բացատրություն սրան տվել ես թե չէ։ Ասում սելը ճռռալու տեղը սել որն է ճռռում։ Ասում գնանք Երևան, բա գնանք շրջենք։ Քո ժամանակ ասեմ ինչեր է կառուցվել։ Ամեն շենքի հայետը անվտանգության նորմերի վրա թքած ունենալով գազի զապրավկեք ու այդու գազի չէ, բենզակալոնկեք։ Չնայած գազի զապրավկեք էլ, պրոստը դրանք համեմատական բար մի քիչ նոր բան է։ Բենզակալոնկեք, անետ ծննդատան դեմը բենզակալոնկա է արել։ Որակած այդ բանը բենզակալոնկի հետ մի բան ելնում էր, իսկ մի բան կարա լինի, բենզակալոնկայա։ Եկեք երևակայենք թե ինչ էր տեղի ունենում։ Քո Սերժի ժամանակները մայթեր չէիք թողել։ Այդ այսօր է բացվում։ Այսօր դրությամբ ես ամեն օրով քաղաքն ավելի անճանաչելի եմ տեսնում։ Փողոցով մայթը թողած ստիպված փողոցով չեմ քայլում, որովհետև տեսնում եմ որ մայթը հարմարով է դարձել ավելի, որովհետև այն մի հատ բուտկ են որ փողոցը դրել էր ապօրինի ձևով, դա չկա։ Օրինակ։ Ու ես քայլում եմ մայթով։ Ընդ որում ես էլ Նիկո, ես մի կերպ կքայլեի։ Ասենք թե մի հատ հաշմանդամները շատ խնդիրներ ունեն Երևանում եւ դրանք պետքա քիչ-քիչ ու կոնկրետ դա պետք է մտածողություն դառնա։ Մենք պետք է հասկանանք որ ցանկացած բան բոլոր հասարակական բոլոր շերտերի համար պետք է հարմարավետ լինի։ Բայց այսօրվա դրությամբ համեմատաբար շատ ավելի հարմարավետ է դառնում Երևանը հաշմանդամություն ունեցողների համար։ Բայց նույն մայթով պետք է սայլակով քշի գնա, չէ՞ մարդը։ Կամ ասենք մայրը իր երեխային երբ որ կայլացկով հանում է, որտեղով փողոցով չէին այլնում գնում արա։ Դու խոսում ես այգիներից։ Արա մինչև այսօր ձեր գողացած այգիները
վերադարձնելու դա դեռ գնացեք դատալեքսով հելեն Վարդևանյանը փախավ բան չէ ուժեղ Հայաստան Ալումյանից մի հատ ասա Հանի Սպորնիկի ձակին հələ մի հատ սիկտիր են կանում Մի հատ Ալումյանին ասա թող հանի դատալեքսում Ինչքան գործեր կան որտեղ որ Հայաստանի Հանրապետությունով մեկ հələ մենակ Երևանում չէ Այգիներում կաֆեները քանդելու եւ այգին ինձ հասարակությանը վերադարձնելու համար ինչքան գործ կա դատարանում ու այդ կաֆեները երբանից են սկսել այդտեղ գործել ձեր վախտեն են սկսել գործել արա ձեր վախտ ձեր թույլտվություններով այն մեղեդից սկսած որը դաշնակներինն է վերջացրած որը որ ասես նոր են վերադարձում հələ վերադարձնելուց են ես մի զոր եք տալի մտցնում եք դատարան որ երկար ժամանակ տևի վերադարձել որ կարող մարդ մի բան փոխվի չվերադարձնեն Հայաստանի Երևանից էր չէ խոսում Երևանում այս տարիներին այս 2-3 տարում շատ ավելի շատ կանաչապատման աշխատանք կատարվել իսկ դա ժողովուրդ ջան մեր թոքերն են Երևանի թոքերն են այդ այգիները անտառները դրանք մենակ գեղեցկության համար չեն դա ապահովում է մեր թթվածինը այսօր որ ազգի կեսը ռակով գնում է դա նրա մասին է որ տևական ժամանակ սխալ շնչել մարդը ու ես ստեղ ես կարող շատ կարճ ուղիղ եմ կապում բայց գիտա այդ ազոտական բաներ կլինեն առաջիկայում դրանք էլ կցուցադրենք ավելի մանրամասն հասկանանք բա ընկեր ջան մենակ այս 2 տարում ավելի շատ է ծառատուն կեղել ընդ որում ամեն ինչով մենակ ծառեր չեն տնկվել չեն եկել մենակ լսնեն նկարվեն գնան ոռոգման ջուրն է քաշվել դրա վրա կանաչապատումը վերահսկողությունը իրականացնում աշխատում է խնամում է եւ այլն Քան ձեր բոլորի տասնամյակները միասին վերցրած։ Դու եկել ինչի՞ ես խոսում արա։ Այն մի հոգում որ ասում եմ ուղարկեք, ինքն էլ թող ցույց տա դու ինչ ես արել, ես էլ ցույց տամ դու ինչ ես քանդել, կամ ինչ ես արել, էլի ես ուրիշ իմաստով եմ ցույց տալու ինք ուրիշ։ Այդ ժամանակ նոր բոլորն էլ կարող ենք լայվը միացրած, ուղի եթերը միացած ես քայլենք։ Պրիտոմ իր ուզած փողոցներով։ Որ խաչմերուկից ասի արի ստեղից ես մտնեք ասում արի ախպեր։ 8 միլիարդ պարկի հետ կապված, հա։ Ուրեմն ես չգիտեմ դուք Ղարաբաղի համար քանի միլիոնի զենք եք արել։ Այս 20-ից 22 թվականներին Ղարաբաղ յուղը վրան մենակ միլիարդ ու կեսի զենք ամատել, որը հետո շատ սիրով հանձնեցիք ռուսներին ու թուրքերին։ Իհարկե իրանք այնտեղ ախպերներ են, իրար մեջ շատ նորմալ կիսվեցին, այդ զենքերի մեծամասնությունը հետո մենք կադրերով տեսել ենք Ուկրաինայում։ Ուկրաինական ճակատում։ Հասկացաք։ Դա է միլիարդ ու կեսը։ Այս որ ամսի 28-ին մի հատ գնաք բան։ Ոչ թե գողացել են գալոչկա են դրել։ Ջեբով են արել փողը ձեր նման։ Դա լարել են ու յուղը վրեն։ Ոչ թե որ վերջի կրակողը լինենք։ Այլ առաջին կրակողը Աստվածաշանի դրան հասնի բանը։ Ու հեսա բայսի 28-ին գնայեք ու տեսնեմ ինչին եք կպնելու։ Տեսել եմ արդեն երկու կապիկություն ճարել եք կպնելու, որ չգիտես այդտեղ արդեն խնդաս ցավակցես ինչ անես, բայց այնուամենայնիվ։ Կգնաք ու գնայեք։ Ու կտեսնեք որտեղ այդ գումարները։ Կգնաք ու այս շրջեք Հայաստանում լավ է որ քարոզ արշավը կա։ Ֆրֆրացեք, ծանոթացեք ինչեր է արվել։ Խոսում ես փոշուց ու չգիտեմ ինչից, դու ինչ իրավունք ունես, առհասարակ ինչ բարոյական իրավունք ես քեզ վերապահում։ Խոսել բնությունից, բանից, այդ էկո համակարգից եւ այլն։ Դուք որ ամեն մեկը մի բլուր սեփականացրել եք, ձեր ворսի տարածք եք դարձրել։ Դուք որ երբ որտեղ ուզեք մուֆլոնի խորոված ու արջի խաշլամա պետք է ուտեք, դուք ինչ գործ ունեք տես բաներից եք խոսում։ Մենք իմի ամեն մի հատ վերադարձած ընձառյուծի վրա ուրախանում ոգևորվում տարածում ենք համացանցում տեսեք ինչքան լավ լուր։ Կամ են գիշանգղերը, այս սա այս դասիրակցությունը որտից եկել ձեր ժամանակը, կամ դու չեր արա, բանում, բեկաբերի, ջրամբարի տակի տարուբեկը, քո վաղ չի հանվել տարվել, արա, ծախվել։ Բախի է գյուղերը տալիս է, իրակ իրանց բանը տա ուզում էր հանձնել թուրքերին, մեկ հատ է պետք չէ որ գյուղացի ապրեր։ Քանի ջրամբար եք կառուցել։ Ես կարամ քո ժամանակների KGB-իշնիկ ցույց տամ, արա, ով փոխանակ զբաղված լիներ քո նմաններին։ Գործերը դոսիեները ուսումնասիրելով ու արգելափակելով, քո ջրերը ընկածնուն FSB-ի երևի ստուկաչներից։ Բանա, ջրամբարի տերա դառը, իրանով արի ջրամբարը մարդը։ Դա է վերջի ջրամբարը։ Ու որպեսի ու կարուկատ վիճակ։
Բայց ինչ փող է պիտի ծախսանի, որ այդ ջրամբարները սկսա։ Բայց դուրս եկեք էլ ծաղիկի բիզնեսը, բան Քոչարյանը խոսում է ծաղիկից։ Բայց ո՞ց պիտի այդ ջրվեն, ոռոգվեն։ Քանի ջրամբար դու ցույց տուր քանի ջրամբար ես մտածել սարքել, ես քեզ թվով ասեմ քանի ջրամբարա քանդվել չորացել քորով։ Հələ Արտուր Խաչատրյանին էլ կողքից ասա, այ դրան էլ միացած որ հանգարց կլեցից դրեք նրանց Արտուր դու вообще սկսի չխոսալ, որովհետև գնել է կավա գնա արագացոտի մարդ, ու դեռ ցույց տա Արտուր Խաչատրյանի ժամանակ ոնց են լափել այդ բոլոր համակարգերը։ Ով լափելուց Քոչարյանն է խոսում, արի որ ասում բանը ժայռը մուկ ծանեց էլի։ Գժի դարարա։ Լինսի հիմնադրամ։ Դու պետության ղեկավար ես եղել։ Այդ հիմնադրամը իր գործը պետք է աներ դու։ Քեզ նոր մեկ պետության ռեսուրսները ուր են։ Դու չես արա 97 միլիոն դոլարի համար։ 97 միլիոն դոլարը։ Մեր պետության սա ռազմաստրատեգիական կարևորագույն բաները տվել օտար պետության արա։ Այդ եղել է աթորիտ գինը արա։ Դու հիմա պատրաստ ես աթորիտ նստելու համար Հայաստանը տաս արա։ Տրիպուղուց եք խոսում։ Տեսակ եկան ինձ ստորագրեցին։ Դուք չեք ասում, չէ, ես ճանապարհը տամ ռուսներին, FSB-ի վերահսկողության ներքո եւ այլն։ Հայաստանի տարածք դուք չեք սակարկում, դուք 20 տարվից հետո արա։ Դա Հայաստանի տարածքի սակարկում չի։ Կամ դու չես նստած այն պրոյեկտերի դեմը, դե 42 կիլոմետր անդեմ 1 միլիոնի ներդրում կանելու։ Յանի ինքը չի տարե։ Այդ որ եթում եք մեղրիով ֆռում եք, այդ որ մեղրից գնում եք դեպի, չգիտեմ, Լեռնաձորի կողմ, ուզում եք գնացեք Ագարակի կողմ, այդ երկու կողմ եք որ գնում գալիս եք այն Խաչմերուկից ձախ կամ աջ։ Նո ձախի վրա անգնում է բանը, կայարանը։ Մի հատ այդ որ ֆռֆռում եք այդտեղ արենք, վայ, Պարսկաստանը բանը, այս կողմ ենք ում։ Այ այդ գծերը որ չկա դու ես կերե։ Այդ ուժեղ Հայաստան կոչվածներին էլ ասեմ։ Բանը երկու բառ ասեք։ Չկապել մեր ճամփեն խես կերե։ Մեր երկաթ գիծը հել կոնստիտուցիոն կառավարման է տրվում, բայց ինչի է Հայաստանին ամենակսը կերեն է կարա։ Հաջորդը։ Իմիջիայլոց Ադրբեջանը ցանկացած հայտարարություն որ անում է ձեր նմանների հույսով է անում։ Գիտի որ իր ասածից դուք արագի մեջ բան կանեք, կվաճառեք։ Հա, Սամվել Կարապետյան, ոյ։ Այսօր վաղը 12-ին ռազմավարական կարևոր հայտարարություն։ Հաջորդ օրը մնաց 3 ժամ, մնաց 2 ժամ ու կես, մնաց 2 ժամ, մնաց 1 ժամ 59 րոպե։ Ուսած եկան 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 ու Սամվել Կարապետյանը հայտարարություն անում։ Ասում եմ մենք որ դառնանք կառավարություն, առաջինը օրենք պիտի ընդունենք։ Հենց կառավարության առաջին նիստին օրենք ենք ընդունելու։ Դե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այնքան դեբիլ են, չգիտեն կառավարությունը օրենքներ չի ընդունում։ Կառավարության նիստի ժամանակ օրենք չեն ընդունում։ Բայց սա հարցի մյուս մի կողմը։ Սաֆարովի օրենք ենք դնելու անունը ասում է։ Լսել եք էդի։ Չեք լսել էդի, վայ։ Ժողովրդի համար։ Մի րոպե։ Էսի կարճն է։ Մի րոպե։ Չկա sense բան արա։ Ժողովրդի համար։ Մի րոպե, ուզում եմ երկարը դնեմ, որ չստացվի կոնտեքստից կտրում եմ, մանիպուլացնում եմ մեր հայրենակիցներին, բանը չստացվի, էլի։ Մի վարկյան, նադես, ախտունգ ռեկլամը գնա։ Ճակատագրական, ոնց ասես ներկայացրեցին, մի րոպե, ժողովուրդ, մի հատ արագությունն էլ փոխեմ, որովհետև Քրկրող հարցը։ Մենք այս երկու ամսվա ընթացքում անդրադարձանք բոլոր տնտեսական ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք մեր ժողովրդին։ Բոլորս հիշում ենք 300,000 աշխատատեղ, $1 միլիարդ տուրիզմի զարգացման համար, ժողովրդական տվյալների բարելավման համար խոշոր միջոցներ, փոքր բիզնեսը ազատում ենք բոլոր հարկերից եւ ստուգումներից եւ այլն։ Մարդիկ արդեն ցանոթացել են մեր ծրագրերին, բայց մենք ունենք ամենալուրջ խնդիրը մեր երկրի եւ ժողովրդի համար։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր փողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր փողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք 240 կիլոմետր միանգամից մեկ օրում նվեր ստացան։ Այսինքն ինչ էլ որ մենք անենք, ինչքան տնտեսությունը Նացկեղ ժողովուրդ ջան, հələ միջև Սաֆարովի օրենքը էլի, բայց այդ 240 կիլոմետր տարածքն 240
Ինչ անշակում նվեր ստացան։ Ուրանում է կարա հայրենիքը։ Դա նվեր է, հա, Ադրբեջանին։ Ուրեմն լսեք, տղեկը, որ գոնե մի զորավարժության մասնակցեին, շատ հնարավոր է ադրբեջանցիները չկարեն այն այդտեղ առաջ խաղացում գրածել ռազմական գործողության արդյունքում։ Բայց հիմի սահմանագծման արդյունքում դիվանագիտական այս խաղաղության արդյունքում իրանք հետ են գնալու հանգիստ եք։ Դու դա համարում ես նվեր իրանց։ Այսինքն այդ ռազմական գործողությունների արդյունքում բան, որ զոհված տղերք են եղել, կռիվ տվող տղերք են եղել, քո տղեկը փախած, դե իրանք կայլող մեռելներ են, դե դու ես ասել, հա։ Իրանք ամեն ինչ արել են, որ չգնան, դու ես ասել, քո բառերն եմ մեջ բերում։ Բայց ինչքան եք պատրաստվում այդ թեման շարքը։ Բա գնայք կանգնեք, պայեք ջանով, չկարենար թուրքը մտներ արա։ Բա գնայք ջանով պայեք։ Այդքան են կարածել կամավորներն ու զինվորները այդքան են պահել։ Ձեր դավաճանությունների արդյունքում ընդ որում։ Որովհետև փոխանակ պատերազմից հետո արագ իրարգելու խաղաղ տենայք ինչ եք անում։ Դուրս եք եկել հեղաշրջում անելու, միտում նա որ շատ լավ հասկանալով որ հեղաշրջումը նման դեպքերում պետությանը ավելի է թույլատրում։ Նվեր տվեց։ Հինա նվերից ստացան։ Նվեր, հա։ Դու տենց ես ընդունում։ Всё эти մերը չի քո համար։ Լավ, կանք հենց Սաֆարովի օրենքին։ Այստեղ վերջն է այս մարդը։ Երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու։ Ես ուզենայի, որ Արամ Վարդևանյանը ներկայացնի այդ օրենքի հիմնական դրույթները։ Ապա Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, հարգելի գործընկերներ, իսկապես ժամանակահատվածում, երբ մեր հասարակության ներսում կա տագնապիսկացում։ Քանի որ վերջին շրջանում մենք տեսել ենք ինչ աստիճան դինամիկ կերպով Ադրբեջանի կողմից ներկայացվող ցանկացած պահանջ ի կատարելացում օրվա իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով որ մենք ամբողջությամբ արդեն Որ պահանջն է կատարել։ ծրագիր է մշակվել Փաշինյանի եւ Ալիևի կողմից, մենք առաջարկում ենք մեր հանրությանը այդ ամենի ուղիղ կանխարգելման օրենսդրական փաթեթը։ Ինչ ենք առաջարկում։ Այն հենց նույնիսկ կոչվելու է Սաֆարովի կանխարգելման օրինագիծ կամ նույն է ինչ ատելության կանխարգելման օրենսդրական փաթեթ։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժույթ։ Մեր սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժույթ ձեռք բերելու սահմանափակման մասին։ Իդեպ պարոն Կարապետյան, նաև մենք որոշակի հետազոտում եւս իրականացրել ենք միջազգային փորձի նման մեխանիզմներ, այո, տարածված։ Իդեպ մենք խոսում ենք նաև նույն Ադրբեջանի մասին, որի քաղաքացի հերոս հանդիսանում է Ռամիլ Սաֆարովը։ Մի անձ, որը 2004 թվականին իդեպ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում 16 անգամ կացնով հարվածելով մեր հայրենակից Գուրգեն Մարգարյանին դաշնաբար սպանել էր վերջից։ Իդեպ Հունգարիայում հենց նույն Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ՑՄԱ ազատազրկման, բայց 2012 թվականին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ջանքերի եւ միջոցների հաշվին վերջինս հանձնվեց Ադրբեջանին, որտեղ վերջինիս ներում շորեցին եւ հերոսացրեցին եւ հերոսացում են մինչ օրս։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունները խզել էր Հունգարիայի հետ եւ այն վերականգնվել է միայն 2022 թվականին, ինչը կանխատեսելի էր, որ 2022 թվականին այն վերականգնվել էր։ Ինչևէ, այս փաթեթը կարծում ենք նաեւ հենց բխում է մեր արժանապատվության, ազգային արժանապատվության առաջնահերթություններից եւ նաեւ միջազգային փորձում ընդունված մոտեցումներից, քանի որ ազգային պատկանելիության հողի վրա նման ոչրագործություն կատարողները պետք է պատժվեն եւ դա պետք է լինի անխուսափելի, բայց երբ խաղաղության քողի ներքո մի երկիր այն ոչ թե իրավական դիրույթում է դիտարկում, այլ խրախուսում է նույնիսկ եւ հերոսացնում է այն, մենք էլ մեր կողմից պետք է մեր կանխարգելիչ գործողությունները եւ վերաբերմունքը դրա վերաբերյալ արտահայտենք։ Օրենսդրական փաթեթը, որով մենք փորձ ենք անելու զսպել եւ երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը, այդ թվում սեփականության իրավունքի, տնտեսական զարգացումների, այն բազմաթիվ ծրագրերի, որոնք հենց պարոն Կարապետյան դուք ներկայացրել եք եւ երաշխավորել եք դրանց կատարումը, այդ թվում ծայրահեղ աղքատության վերացման մասով եւ 300 000 աշխատատեղերի ստեղծման մասով, կարծում եմ պարզապես անհրաժեշտություն է դարձնում նաեւ հենց նման օրենսդրական փաթեթի ընդունումը։ Հասկացա՞ք։ Այնտեղ ճիշտ է, այն գոհարներն է խոսում բան դեմքով, լուրջ դեմքով, բան, բայց էլ թողնենք։ Վարդանյանին նախ հիշեցնեմ, ինքը Հայաստան դաշինքի падգամավոր էր։ Ինչն էր խանգարում ազգային ժողովում, այն որ ասում ենք 5 տարի, որ ասում եք, այս իշխանությունները ինչ խոսք են տվել չեն արել, դուք ինչ որ խոսք եք տվել, չեք արել։ Ոչ մի բան չեք արել։ 5 տարի ձեր աթոռները փոշոտվել է, այնքան չեք նստել վրան ազգային ժողով։ Ապա օրինագից բերեիր ազգային ժողով քննարկելու։ Բախի չես բերել։ Կարող է որտեղ այդտեղ իրավական հակադարձությունները ցավոտ կլներ քեզ համար։ Կամ գիտես Հայաստանի Հանրապետությունում նախ ժողովուրդ ջան, բանա, հող ոչ ոք չի կարող առնել։ Բանա, պիտի քաղաքացիներ, բայց անշարժ գույքի մասով էլ են, չէ՞ ասում, օքեյ։ Իսկ ես կարամ Իսպանիայի քաղաքացիություն ունենալով կամ առնեմ։ Դե առհասարակ ոչ մեկին չի կարելի։ Կամ եթե ոչ մեկին չէր կարելի 11 թվականին այդ ինչ էր ստացվել, որ ադրբեջանցիներ, պարսիկների անվան տակ ամեն ինչ արդեն ունեին Հայաստանում։ Այդ ոնց էր եղել, որ պարտակ է Սերժը թեման, էլի։ Իմիջիայլոց Սամվել Կարապետյան, քո եղբայրը այդ ժամանակ տենց իմացար։ Կառավարության անդամ էր։ Ոչ ավել ոչ պակաս աշխատակազմի ղեկավար, մի ամբողջ իշխող կուսակցության, բան, խմբակցության ղեկավար։ Հələ սա էլ մի կողմ, Սաֆարովի օրենք 2004 թվականին մեր զինվորները, մեր բանակայինները ՆԱՏՕ-ի շրջանակներում
Երբ որ գնացել էին վարժությունների, զորավարժությունների, արա այդ ինչքան անտեր եք թողածել է։ Այդ ոնց է դուխը հերիքել բայց Սաֆարովի։ Կամ լավ, հերիքել արել է։ Իհարկե դա ցապարտելի է դա քննարկման երկտակա չի։ Ու սպանել է մեր սպային Գուրգեն Սիմոնյան, եթե չեմ սխալվում, անազգանու ներողություն, եթե սպային։ Հա, ոնց է ասում։ Ազար ներողություն, ամենայն խոնարհումս հարգանքներս։ Բա այդ որ ազատա զրկվել էր 12 թվականին ոնց վերադարձավ Ադրբեջան, թափները տետ է եղել։ Այդտեղ Ալիևը մի հատ կատացրել Սերժի գլխին էլի։ Ու Սերժի մաքսիմումը գիտեք որն է եղել։ Դադարեցնում ենք դիվանագիտական հարաբերությունները։ Տենց աղի է, տենց խռովում ենք, սպաղվում ենք աղբեր, հավեսա, տենց էշտա։ Ռամիլ Սաֆարովին ձեր ժամանակ տեղափոխեցին, այո, Հունգարիայից տեղափոխեցին բան։ Ադրբեջան։ Էդ եք եղել դուք։ Այ էդ եք եղել դուք։ Գուրգեն Մարկարյան, շնորհակալություն Սոնա ջան հիշեցնելու համար։ Բոլորիդ շնորհակալություն, որովհետև ես առհասարակ ժողովուրդ ես ուզում եմ մի բան իմանալ։ Իսկապես ես անուն հիշելուց լավ չեմ։ Ու դրա համար անունների մեջ իմ սխալները շատ են։ Անուն հիշելուց իսկապես իրադարձություններ, տվեր, ամեն ինչ շատ լավ կարամ հիշեմ, բայց անուն դա ես խնդիր ունեմ փոքրուց։ Ասենք այնքան խնդալու պատմություններ կան կապված իմ անուն չհիշելու հետ, որ չեք պատկերացնի։ Ձեր իշխանության ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանի եղբայրն էլ իշխանություն էր, Ռամիլ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին։ Չկարեցաք դեր կանգնեք։ Այսօր եկեք Սաֆարովի օրենք ենք մեր, բայց ժամանակ մշակ էիք։ Դատապարտ, հա, այդ ժամանակ պատասխանատվություն էլ պիտի կրեիք, չէ, հա, ճիշտ է։ Հասկացանք։ Մի խոսքով ստավից դրել են բան, էլի, բմբուլով հնդիկի տեղ, էլի։ Իմիջիանոց այդ ռոդեից հերքում եղավ այդ փաստաթղթերի հետ կապված արտահոսքի։ Ոնց որ դա չեղավ, հա։ Արա, այս Լևոն Զուրաբյան։ Արա, ես ուզում եմ քեզ вообще ընթացքում շանտեղ չդնեի, բայց չի ստացվում։ Արա, ոնց ամեն ինչը fake ու սուտ է ձեր։ Նույնը քո հրապարակած նկարը, ժողովուրդ ջան, սես մի հատ մավելեցի կզուկ գա։ Սես մի հատ ֆոտո է հրապարակել։ Ուրեմն երկու հատ շարը, յանի այն շարով պիտի խփի այս շարը գցի լուզը, էլի։ Էնի 10 համարն է, դա իրանք 10 համարն են։ Դե կպնել որ 16-ն է, ապուշը մի հատ նորմալ բան չի կարացել։ Մտածի, այս մի շարը յանի 16 համարն է։ Դու 10-ով խփում է 16-ին, որ գցի լուզը։ Արա, ու նշա լուժ դեմքով, այս մի ձեռնոցը հակած պրոֆեսիոնալ ձևի, սկին բռնած։ Արա, ապուշ, դու 16 համարի շար ուր ես տեսել։ Բիլիարդ այդ շարերի տիպը միջա 15-ն է։ Էշ։ Արա որոշել են, արել ոնց անեն, որ ստանան մի հատ տեսարան, որտեղ 10-ը կրում է 16-ին։ Մտածել են, որոշել են բիլիարդով անեն։ Ասել են 15-ից հետո 16 համարի շար մի հատ ճարեք, ասել են չկա, դե լավ նկարեք, որ են 16 ամբեր որոշել։ Սիջարա։ Դրա համար ասեք ես դուր կգապե։ Կակրոսից անում, ասում այլ ենք։ Արա։ Ես ձեր արա նորմալ ֆանտազիա էլ չունեք։ Ես այն վախտերը հիշում եք, ձեր շատ էի ասում, ասում եք գոնե սուտ խոսալ սովորեք, էդ էլ էլի բանա։ Անգամ դուք էդի չեք կարում անեք արա։ Տեսնենք էս, հա, մեկ էլ էս էլ բան անենք։ Ուրեմն նայեք, հավաքեր, իհարկե ամբողջը չեմ դնի, ես հատվածը մենակ։ Բարև ձեզ պարոն վարչապետ։ Բարև ձեզ պարոն վարչապետ, բարև ձեզ իրականորեն։ Հետո Ես վստահ եմ պարոն վարչապետ, որ հունիսի 8-ին եմ նույն կերպ դիմելու ձեզ։ Պարոն վարչապետ, աշխատել եմ պետական ծառայությունում ու քաջատեղյակ եմ։ Ու լավ լսել եմ, լավ տեսել եմ ձեր բարեգործությունը։ Ու ինձ էսքանն էր պետք։ Հավատացեք կոնտեքստից բան չեմ կտրում։ Այն որ ասում ենք կադրերի խնդիր ունենք, պետությունը ընկալողների խնդիր ունենք, սրա մասին է խոսքը։ Կանգնել է մի հատ մարդ, ով ըստ հույս ունեմ իր փողովակայցում արել, իրան որևիցե գրասենյակում չեն տվել ասել ես իհակի գնա։ Հուսամ, քանի որ կադրը կեսից է, հավատում եմ շլվարել կահակը։ Արա, պետական ծառայող է ներկայանում ու Սամվել Կարապետյանին դիմում է իբր սս բանանելով պարոն վարչապետ։ Այ որ ասում եմ պետության հանդեպ լուրջ մեջը լինելով դաժե դուք չեք հասկացել պետությունն ինչ է։ Այս գոնե չցիտեին որ դու պետական աշխատող ես եղել։
Այ որ կադրերի խնդիր որ ասում ենք, ուրա մարդիկ կան ասում են, բախի դրանց չեն հավաքել, սրանցով պիտի հավաքեն։ Սրանք որ չգիտեն պետությունն ինչ է, այս մանկլավիկներով։ Սրանք մանկլավիկներն են։ Հասկանում եք։ Կանգնել է, արա ոնց ուզում ես դիմի, այն դու այն ինքը, ձեր գործը, ուզում ես ձեր գերազանցություն, բան, ոնց ուզում ես դիմի։ Արա բայց դու պետական աշխատող լինես։ Ասես ես պետական ծառայող եմ եղել, պարոն վարչապետ, Սամվել Կարապետյանին։ Դու որ պետության ծառայողն ես եղել, արա։ Որ ասում եմ չուբլեբասեք, այդ կայացումը որ հանում ենք վրներից, տակ այդ կախիչն է մնում մենակ, դատարկությունը։ Մի հատ կախիչ է, չուբլեբասը այդ կախիչն է, էլի, պարսկերենով։ Այդ կախիչի վրա գցած է կայացումը հանում ենք, տակը մնում եք դուք չուբլեբասները։ Հասկանում եք։ Միշտ ինձ հարց էի տալի։ Ես միշտ ինձ հարց էի տալ։ Բաները ինքան բան է կարել Հայաստանի համար, ասում ես ինչ են արել, այնքան բարեգործություն, ասում ես ախպեր, ես չգիտեմ ում է բարեգործություն արել, բայց ես մի բան շատ լավ գիտեմ, որ բարեգործությունը անում են օրինակ հիմնադրամի միջոցով։ Ու շատ հրապարակային դրանք ամբողջը գրանցած ինչ մուտքեր կան, ինչ ելքեր են եղել։ Մենք կարանք գտնենք ոնց այդ հիմնադրամի անունը չգիտեմ։ Մի հատ այդ հիմնադրամով գտնենք թե մտնենք, ուսումնասիրենք, տեսնենք ինչքան փող է մտել, ինչքան փող է գնացել ինչին։ Լավ, կարանք թե չենք կարա։ Թե մենակ մեզնից կարակ պահանջեք ինչ որ բաներ։ Բա կարող է դու դրա տակ տեսել ես բան, բարեգործություն ես տեսնում եմ փողերի լվացում, ապեր։ Բայց ո՞նց է լինում օրինակ իմ քայլը հիմնադրամինը փողերի լվացում է, բայց տաշիր հիմնադրամին ախպեր բարեգործությունն է։ Ընդ որում իմ քայլ հիմնադրամը հրապարակային դնում է սախ, իսկ մուտքերով, ելքերով, նվիրատուների անուններով։ Սրանք ոչ մի բան չեն դնում։ Բայց համարում են դա փողերի լվացում։ Սխեմա, մի երկու չրտոն պրտոնեսյան, վաղտը որ գա ասեմ սաղդ կերլեք ինձ պաշտպանելու, Ոնց, արա նեղնես ան, հորը տաղելու փողջուն ես ան։ Մի անգամ ճոյիտը ասեց, ասում եմ մեկը հոր դիակը վերցրել, եկել հասել էր դրանից դեմ արա ես գիտես արա ինչքան ես մարդասեր ես հայրեն պսեր տաղա եմ ապել։ Եկել էր փողջուներ տաղեց, տվեցի տարա թաղեց ու ասում եմ էս ու կփուր անում։ Ումերը քս քեֆում մարդուն։ Ձեր պատասխանատվության գործում է եղել բանը երկիրը։ Ասում ես հորը դրել է սանկի վրա, քաշելով բերել է փողա խնդրել որ տանի թաղի։ Ձեր բաց երկիրը այդ վիճակում է եղել, արա։ Որ դուք էլ արանքը երևակ բան են, բարեգործ։ Բայց տեսեք ինչու է Նիկոլը բանից առաջ Արցախում բանում ասում, պատերազմից առաջ ասում է, նրանք բարեգործներ են, դեռ ինքն էլ էր դա ասում բան։ Հա հարաբերությունները փորձում է այդ մարդկանց հույս չանի, բայ միջև տենը ինչ անում, հարաբերություններ կարգավորում, բերի ինստիտուցիոնալ մակարդակի, շատ է ջոգում, այնտեղ վերջը ինչա դառնալու։ Ասենք դեմ խոսացել են, ասենք զրուցել են, ասել են լավ ախպեր ջան, հանրության պահանջը մեծավոր սաղիկ լցեմ, չգիտեմ, բայց սա թարշա հեղափոխությունն է, սրանից հետո սենց եք անում, սրանից հետո էս եք անում։ Իսկ հանրության ընկալումների վրա կփորձեմ ես իմ հարգանքը օգտագործելով ազդել։ Ասեմ ժողովուրդ ջան, եկեք այսօրվանից սենց վերաբերվենք, հնարավորություն տանք, շանս տանք, իսկապես դառնան բարեգործերը։ Կամ բիզնեսմեն խոշոր, ովքեր որ պետությանը օգուտ կտան։ Դրա համար է ասել։ Իսկ դուք առիթավորվել եք, որոշել եք, որ լավ, հա, դա ուրեմն բան։ Ու սկսել եք շարունակել փող լվալ։ Նույն Արցախում եկել փողերը սաղ որ լվացվել է, սխեմաներն էլ դուրս եկան ոնց որ։ Բայց գործով չես անցնում Սամվել Կարապետյան։ Փողերի լվացման գործով չես հենց հիմա անցնում։ Քեզ խափում, նստած երկու բառ ասեցի, ինձ բռնեցի։ Փողերի լվացման գործով չես ասում կոնկրետ պրիտոմ Ղարաբաղից։ Երկու կտուր ենք կարել, մեկը եկել է փող ենք տվել։ Բայց Խիպիտի Ղարաբաղի այդ վիճակում լիներ, որ դուք էլ Ղարաբաղցիներին օգնեք։ Խիպիտի ամեն մեկի ջեբը միլիարդներ լիներ, Քոչյանի ջեբը մենակ մի պահանջով, ընդ որում հաստատված, ոչ թե խնդիրն է, որ այս փողը Իրանն է, թե Իրանը չի, չէ, հաստատված է որ Իրանն է։ Դա Իրանն է, այդ է պահանջում, մենակ մի գործով $200 միլիոն։ Հենց այդ $200 միլիոն տարական բան եմ ասում։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում մենք անբնակիչ ապրում 140,000 մի բան էլ ավել։ Կա Ղարաբաղում 120,000 էր այնտեղ։ Էլ բերեք $200 միլիոն դնենք Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի վրա։ Տեսեք ինչ կդառնա։ Մենք քաղաքի բյուջեն նայեք տալու։ Արա 200 միլիոն մենակ մի գործով, մենակ մի հոգուց։ Սիրելի արցախցիներ, հիշում եք որ ձեզ ասում եք, եկեք ես ձեզ տանեմ ձեր Արցախը ցույց տամ, հələ ոչ մեկը չեք զանգել որ գան։ Ասում եք, չէ՞ կարակ անգամ շոշափեք։ Եթե համարձակություն ունեք, կարակ մտնեք ապրեք էլ։ Եկեք ցույց տամ ձեր գեներալների ունեցածները, այդ խի էր ստեղ։ Թե Արցախում պիտի
Արցախին կտուր կապելու խնդիր ունենալ։ Լուրջ։ Այդ է եղել ռազմավարությունը։ Կամ եկեք մի հատ նայեք հաղթանակ մինչև Արցախյան պատերազմը քանի արցախցի էր ապրում Արցախում։ Եթե չեմ սխալվում 250-ից 300,000։ 250,000-ը նախ դա։ Բախի պիտի նես լիներ, որ այդ խաղաղության բանի Քոչարյանի ուժեղ վախտերը եւ Սերժի տակը մներ 120,000։ Դե կամ քանի միջազգային կոնֆերանս ու չգիտեմ ինչեր է իրականացվել Արցախում։ Ինչի՞ չի իրականացվել օրինակ։ Ուսած լիքը բան է։ Եմի հելելն սա բարի գործ են խաղում։ Ձեզ դրել են ծայրահեղ ծառագույն իրավիճակում, հետո եկել հաց են տվել, որ ուտեք ասել են տեսակ մենք ձեր համար լավություն արեցինք։ Այնիշ պետության պատասխանատուներն են եղել։ Չպիտի թույլ տամ որ այդ վիճակում։ Գիտեք, կարա ինչ որ ֆորս մաժորային իրավիճակում բոլորս էլ սովածել մնանք անլույս անջուր սարասել անցնենք այդ շուրջը։ Բայց մենք գիտակցել ենք որ ծայրահեղ ծառել վիճակ է, ֆորս մաժորային վիճակ է երկրում, բնական է, պիտի բոլորով անցնենք այս պահը։ Չենք պահանջել, չգիտեմ չէ, բայց երբ տենում ես որ մարդիկ կան դոլարային միլիարդատերեր են դառնում դրա վրա, ընդ որում իրանք կառավարիչներն են։ Ус մի րոպե արա։ Եվ վերադառնալով արդեն վերջինը թերևս այսօրվա համար, հա, որտեղ այնքան շատ է թեմաները, մի հատ ռեպլիկ էլ կա այդել անեմ նոր էլի։ Այս բանը Թագուհի Ղազարյանը այս Թևանյանի մասով լավ գրառում ահրել քաղաքացիական պայմանագիր խմբավորության իմ շատ սիրելի պատգամավորներից է Էմի Ջայլոս, շատ կիրճ, շատ խորաթափակ, շատ ինֆորմացված ու շատ հետաքրքիր գործելավոճով։ Բանը հրապարակում էր արել, արա մեռել է խնդրած, ես չգիտեի որ այդ տենց է։ Ասում է պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանը տրտնջում է, որ իրեն մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է ցմահ ազատազրկում։ Զավեշտալի զուգադիպությամբ կամ ճակատագրի հեգնանքով քրեական օրենսգրքի այդ հուդվածի 15-ից 20 տարվա սանկցիան դարձավ ցմահ հենց ԲՀԿ խմբակցության առաջարկով պատերազմից անմիջապես հետո։ ՀՀ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան։ Ասեմ խոսում ինչի մասին է։ Դե պատերազմից հետո հələ ԲՀԿ-ն ու լուսավորը կային, չէ՞, բանում էին ազգային ժողովում էին։ Սրանք դուրս եկան յանից հայրենասիրական մի հատ օրենսդրական նախագիծ ենք բերել բոլոր դավաճանները պիտի ցմահ դատապարտվեն, պիտի 15-ից 20 տարի չլինի պիտի ցոմ ժողովուրդով այո, այսիշ լավ, դա դիվիդենդ են հավաքում, էլի։ Հետո դրա թաքնված պահնել են, որ իրանք գիտեն եւ սա հեղաշրջումը կիրականացնել Նիկոլին ցմահ կփակեն ու իր թիմին, էլի, ու էլ ոչ ոք չի կարող բանանի, ջոգ։ Վերջը դավաճանություն, բան ցմահ ենք դարձնում, ցողասուն այո, դավաճանությունը պիտի ցմահ լինի, ցավից ծրտով, հա, ԲՀԿ-ն էր բերել այդ օրինակից։ Ընդունեցին, դավաճանությունը ցմահ։ Արա Անդրանիկ Թևանյանը գնաց ցմահ 5 տարի անց։ Ну, դա իհարկե վճռը դեռ չկա դատական, բայց եթե մեղսագրվող բանը հետա ու հաստատվի կգնում է ցմահ։ Իրաց բերած օրենքով։ Իրաց ոտին են կրակել էլի։ Այ քեզ բա։ Ու արդեն Ալեն Սիմոնյանի էսպանով այս երիտասարդի հետ, հա, չգիտեմ, երևի տեսել եք կադրերը։ Ու ես չեմ բայել խիետի մոտս առանձին չէ ոնց որ։ Երևի կադրերը, բայց դուք տեսել եք, երբ որ հա դրանց լավ է ստոմնաբաղը։ Բանը երիտասարդին տալիս է, բան, հեսա։ Եկեք նայենք։ Սա վերջինը, սա Այս Հայաստանի քարտեզը չի։ Բա ո՞ր է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի քարտեզը սա կիսն քարտեզը։ Ո՞ր է Հայաստանի քարտեզը։ Հայաստանի քարտեզը իմ Այդ մոտիկոլստից։ Հայաստանի քարտեզը իմ տեսանկյունից մի փոքր այլ է։ Ո՞նց է Մի քիչ ավելի մեծ է, սա կիսն քարտեզը։ Ես ներողություն։ Ես ասի 29000 743 Ձեր թիվը ո՞րն է։ Այդ թիվը մի փոքր տարբեր Թիվը չի։ փոքր ավել ասեք։ Այդ մի փոքր շատ է տարբեր։ Ո՞րն է ճիշտ է, որտեղ ավելի էլի Հայաստան։ Տեսեք մոտավոր այս Արցախի տերն է։ Այստեղ Հայաստան չկա, Նախիջևան հայկական չի։ Նախիջևան հայկական 1919 թվականից մեծ մեծարյալ։ Այս ոչ չի գրաշտացել։ Իսկ Ադանան եւ Ղարսը հայկական չի ներողություն։ Հա, յետել այստեղ է։ Հետո իսկ Վրաստանում մենք տարածք ունենք, Վրաստանում տարածք ունենք։ իշխանությունից։ Ես Հայերի մոտիկ Դրանք են հայկական տարածքից։ Վրաստանում տարածք ունենք։ Դրանք պատմական իրադարձությունների հետևանքով տեսեք, այս տարածքը վերադարձվել է Հայաստանի, սա տրվել է Վրաստանի։ Ձեր ասած ամորֆ բան։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ենթադրաբար անկախացել է 29743 քառակուսի կիլոմետրով։ Դա այն ժառանգությունն է, տեսեք։ Հա, այս առաջարկը։ Ես Այստեղից ինչն էի ուզում վերցնեինք, էլի։ Տեսեք, երիտասարդը ասում է Հայաստանը, ես սենց եմ տենում, Ղարաբաղն էլ հետել։ Ինքը մեղք չունի, իրան դպրոցում չգիտեմ ով է դասատուն եղել, չի ծանոթացրել Հայաստանի Հանրապետության հետ, ոչ թե հայկական աշխարհի կամ լեռնաշխարհի կամ պատմական Հայաստանի կամ Արցախինը որպես առանձին կոնֆլիկտ։ Իմիջայլոս ամենակիչ լուսաբանված կոնֆլիկտն է, գիտեք, չէ՞, զարմանալիորեն։ Բանը
ասենք բանակցությունները ինչ փուլում են, որոնք են հայկական պահանջները, հայկական կողմի, որոնք են ադրբեջանական կողմի պահանջները։ Այս ամեն ինչի մասին այնքան քննարկումներ չեն եղել, որ անգամ ես վստահ եմ նրա ծնողներն էլ մենք ինքներս շատ բան չենք իմացել, չենք կենտրոնացել ավելի ճիշտ, հա, չենք բանել։ Հիմա ես երիտասարդ ասում եմ, Հայաստանը տենց գիտեմ ու բավականին երիտասարդ է, դպրոցում դասատուն ով է եղել բա։ Որևիցե մեկը, որ ասում է Հայաստանը, Արցախը, ախպեր, ես չստացվի որ ես չի ուզի։ Ոնց կարամ ես ապուշ չեմ չուզեի։ Ասենք, բայց երբ որ ասում ենք Հայաստան, մենք խոսում ենք պետության մասին։ Հայաստանի Հանրապետությունը 29743 է։ Իմիջիալոց այն Արցախը, որը դες կապսրացույց են տալիս, որ 2003 թվականին մեկ էլ թազա քարտեզները տպեցին ճպացին դպրոցների պատերը Ղարաբաղն էլ հետը։ Ասեն սա է մեր քարտեզը, որ առանց միջազգային որևիցե հիմնավորող փաստաթղթով դրանով մեր սահմանները չճանաչելի դարձնելով եւ այլ ու խնդիրներ բերելով Հայաստանի գլխին։ Հարցը Արցախի խնդիրը չէ, հարցը հենց Հայաստանի Հանրապետության գլխին խնդիրներ բերելով։ Ոսկե հայերը իրենց սահմանները փաստորեն չեն ճանաչում, որովհետեւ մի բանով անկախացել են, ուրիշ բան ասում են, այդպես չի։ Հիմա այդ որ կար, իսկ Արցախը իսկ քանի 1000 քառակուսի կիլոմետր է։ Շատ քաղաքացիներ գիտեն թե 8000 մինչև 12000 թիվ افرում։ Բայց այն Արցախը, որի համար որ սկսվել է պատերազմը 90-ականից եւ այն Արցախը, որը ռեֆերենդումով ուզում էր առանձնանալ, չնայած այդ մեծ առանձին պատմություն, այդ Արցախը 4400 քառակուսի կիլոմետր տարածք է եղել։ Իսկ այն 7 շրջանները դրանք համարվել են բուֆերային գոտի, անվտանգության գոտի, Օսկանյանի ժամանակ արդեն օկուպացված տարածքներ ու ենթակային եղել վերադարձի, բայց ինչի համար են 7 շրջան վերադարձնելու մասին խոսել։ Մշտապես բանակցել։ Դրանք մասը որտեղ 7 շրջանների հետ կապված պահանջ չի եղել, դա եղել է այդ գոտին, այսինքն բուն Արցախը 4400 քառակուսի կիլոմետրի մասին ասում։ Եվ հերիք չի Արցախն են բան արել, երևակայական բանով ասել է Հայաստանին։ Նայել է 7 շրջանները, որոնք սաղ փաստաթղթերում Լիսաբոնից մինչև Մադրիդյան սկզբունքներու վերև մինչև Լավրովի պլան, այդ 7 շրջանների մասին է խոսքը։ Ոնց են տալու։ Ոնց են վերադարձնելու ու ոչ մի բանի դիմաց։ Սա է եղել ամբողջ բանակցային պատերազմները, որ կարդում եք, հետեւյալն է 7 շրջանը ոնց են վերադարձում Ադրբեջանին, ինչպեսին նա դրանից հետո լինում արցախցիների անվտանգության հարցը։ Ոչ մի բան, որ ասում են, այ Լևոնը 19 թվականին Նիկոլի Դեմը Լավրովը թուղթ է դրել, դա էլ հրապարակի։ Դա էլ եղել ոչ մի բան։ Ասել են ինչի դիմաց են 7 շրջանը տած, ասել են ոչ մի բան։ Անվտանգային ինչ երաշխիքներ կան ոչ մի։ Սա է զրույցը եղել։ Բայց մեր երիտասարդը իրեն դպրոցում ասել են, որ սա է Հայաստանը։ Եվ սրանով իսկ ցեղասպանել մի ողջ երիտասարդություն մշակութաբանական առումով, պատմամշակութային առումով ցեղասպանել։ Ու այսօր դրա համար հեշտ է դարձել ջայների զգացմունքների վրա խաղալով, սրան նրան անվանարկելով թուրք ասելով, այսպես բանը տանել։ Գնել նրա մասին էլ ասա, թե այդ խնդիրը ով գցեց Հայաստան պետության ջանին, որ խնդիրը ցավը։ Սա մի քիչ մտքերը լայնված է, չեմ հասկանում որ մտքերը։ Լոլո կարտոզբացի հարգելի գրել խելացի միտք արտահայտի։ Ռիտա Թովմասյան, նախ եւ առաջ հատուկ անոնը գրվում է մեծատարով։ Դուք ինձ հետ խոսում եք փոքրատարով։ Հիմա դուք ոնց եք պատկերա, այսինքն եթե մի բանը ձեր սրտով չի, ուրեմն խելացի միտք չի։ Մի բանը եթե ձեր ցանկությամբ չի, ուրեմն դա ընդունելի բան չի։ Դուք պատրաստ եք ինձ հետ բանավիճելու։ Պատրաստ եք։ Կամ ձեր թայֆից քո իմացած խելացիները պատրաստ են արդյոք։ Կամ կարող եմ ես ձեր անունը փոքրատար, այդ որ խելացի ձեր ուսուցիչն է ձեզ սովորացրել, որ մարդուն դիմելուց անունը փոքրատար են գրում։ Ինչ ա եղել ձեր ուսուցչի անունը, ինչի՞ չեք հարգում ձեր ուսուցչին։ Իսկ սա ազատ ֆորմատ է, սա մենք զրուցում ենք, եթե ըստեղ կարա մարդկանց ինչ-որ մի օր մի թեման դուր գա, մի թեման դուր չգա։ Մարդկանց կարամ ես դուր գամ, կամ դուր չգամ։ Օրինակ ինձ որ մի բան դուր չի գալիս, ես թերթում եմ։ Ոչ թե պահանջում եմ, որ իմ սրտով խոսեմ, որ ես դրա անունը դնեմ խելացի միտք։ Իսկ ո՞րն է ձեր իմացած խելացի միտքը։ Սամվել Կարապետյանի ելույթներից դնեմ խելացի բաներ ա խոսում, լսեք։ Հա։ Հատուկ ձեր համար կարող եմ Սամվել Կարապետյանից ցանկացած մի բան միացնել։ Ուզում եք բանից Ծառուկյանից միացնենք։ Օրինակ մարդը այսօր հայտարարել է, որ իր ընտրվելու պարագայում թոշակները լինելու են անվճար։ Ինչի վստահաբար դուք ծափահարել եք։ Չեք հավատում։ Ձեր սրտով խելացի միտք արտահայտել մարդը։ Առողջապահությունը լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար, թոշակները պետք է լինի անվճար, պայծությունը լինի անվճար։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Դուք հենց նոր լսեցիք խելացի միտք, հարգելի Ռիտա։ Քննադատություն միշտ է պետք անել ու բոլորին։ Որտեղ որ քննադատելու բան եմ դու։ Ես քաղաքացին եմ, դուք հասկանում եք ինչի մասն է։ Պետք է Ռիտա, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Ձեր իրավունքները գիտեք։
Դուք համանadrություն այդ բառը բրոշուրի նման մի բան է, ինքը շատ հաստ ու լայնածավալ գիրք չի, բանը չի, վարդանանքը չի, էլի։ Այդ կարդացել եք։ Այնտեղ իմ ու ձեր իրավունքների մասին բաներ կա գրած, գիտեք, տեղյակ եք։ Գրած է, ես ինչի իրավունք ունեմ, իմ պետության մեջ, իմիջիայլոց ես օրինակելի քաղաքացի եմ, օրինապաշտ քաղաքացի եմ։ Ես իմ բոլոր պարտքերը պետությանը տվել եմ։ Եկել է ծառայության ժամանակը պարտադիր գնացել եւ ծառայել եմ դա պարտադիր բանը։ Իմ պարտքը տվել եմ։ Եկել է պատերազմի ժամանակը գնացել եմ պատերազմի, իմ պարտքը տվել եմ, որովհետեւ գրած է, որ 18-ից 55 տարեկան ցանկացած տղամարդ պիտի բան լինի, պատրաստ լինի, որ առաջին իսկ բանի դեպքում իր մասնակցությունը ցուցաբերի, դա պարտականություն է։ Ես չեմ սպասել, որ ինձ զանգեն, ես էլ գնաց, այն որ միջև օրինակ Բևերի ջայլները ման են գալիս ասում, մենք գնացինք մեզ չտարան, գնայք արխայինը։ Ու ես ունեմ իրավունքներ, այսինքն ես պարտք չունեմ պետությանը։ Եվ պետական գործի հայտ ներկայացնողներին նույնպես։ Քաղաքական հայտ ներկայացնողներին նույնպես։ Եվ ես որպես քաղաքացի կարող եմ ազատ դրսևորել իմ կարծիքը, որովհետև գիտեք ինչ, այնտեղ մի հետաքրքիր տող կա։ Գրված է Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի ունի կարծիք ունենալու իրավունք։ Բայց ինչի են այդքան քաղաքական գործիչներին կամ բաներին պետական գործիչներին տես կոպիտ երբ որ վերաբերվում, շատ հազվագյուտ դեպքերում են դատի տալիս նրանք, երբ որ ուղիղ հայհոյանք, ասուր հայհոյանք, այդ դեպքում են էլ եթե մի բանը, իսկ կոպիտ վերաբերմունքի համար այդքան էլ չէ։ Որովհետև ցանկացած հրապարակային գործիչ պիտի հանրային գործիչ, քաղաքական, պետական, պիտի պատրաստ լինի իր հանդեպ լսելու քննադատություն։ Այդ դեպքը իմիջիայլոց դա նույնպես գրված է օրենսգրքում։ Այդ թվում սուր եւ կոպիտ։ Իհարկե ուղիղ վիրավորանք չէ։ Ես ուղիղ վիրավորում եմ այն դեպքում, երբ որ զգում եմ, որ ինձ վիրավորեցի։ Այն էլ մի քիչ ձգում եմ, հետո եմ բայրում։ Հասկացանք իրար արգելից։ Շնորհակալություն ամեն դեպքում ձեր ներկայությամբ իմ եթերը զարդարելու համար եւ խորհուրդ տամ իսկապես, եթե ինձ եք դիմում ու իսկապես ձեզ հետաքրքիր է, որ ես անդրադառնամ ձեր հարցին ու պատասխանեմ, ոչ թե ձեզ հետաքրքիր է մի բան գրեք, այլ հետաքրքիր է որ ես ինչ կպատասխանեմ։ Այդ դեպքում դիմելուց գոնե, ես չեմ ասում դուք կոմպանո, չգիտեմ ինչ ոչ, ես գնելն եմ։ Ես գոնե անունը մեծատար գրեք։ Գոնե դա արեք։ Որովհետև ստացվում է, որ դուք խոսում եք ինչ-որ պարակտումներից, ատելության խոսքերից, բայց ինքներդ հենց ատելության տերմին եք օգտագործում։ Հասկանում եք։ Կարծիքն է, որ այդ մարդու գլխի մեջ ասում։ Անց էլ ալինում, Մոցարտ ջան կարծիքը, անց էլ ալինում, որ ձևավորվում է, հա, ասենք կարծիքը կարա մարդու մտքի մեջ ծագի, կարա ձևավորվի ինչ-որ մի միջավայրում, կարա ձևավորվի, այո, նաև ազդեցության ձևով ինչ-որ լրատվականների, կայքերի, ինչն էլ որ FSB-ն իր Կիրիենկոյի ձեռքով, հենա, արտահոսած փաստաթղթերներ կան, ինչ իմիջիայլոց ռուսական կողմից երկում չկա, անդակարակ խայտարակ եղած թափարտում են, նայել եք իրանց եթերները, ոնց են հիստերիկացել, որովհետև անզոր, այ դա հենց անզորություն է։ Եվ մաքսիմում հիմա սրանք էլ այստեղ փորձում են այդ ամեն ինչը վերածեն բաների, էլի։ Նայ, երբ որ ասում են, որ այ Ռուսաստանին մի ջղայնացրեք, Քոչարյանը вообще ասում է, մի ցավացրեք Ռուսաստանին, դեռ իր սիրտը կանգնում է, ոչ ինչ որ հայերին ցավացնում են, Ռուսաստանին չցավացնեն։ Երբ որ ասում են Հայաստանի ուկրաինացում եք ուզում, այս խոսույթները գիտեք ինչի մասին է, եթե քաղաքական լեզվից թարգմանում են։ Դա նշանակում է հետեւյալը, որ Ռոսիա պրիոմ, ուրեմն այստեղ կա հասարակության մի հատ շերտ, որ հասկանում է, որ եթե դու Հայաստանը ուկրաինացման վերածես, իրանք դա կհամարեն նորմալ երևույթ ու մեղադրանքները կուղղեն հայկական կողմին։ Քաղաքական խոսույթից այդ արտահայտությունը, այդ սրիկայությունը անողը հրավիրում է դրսի ուժին իր երկրի վրա հարձակվելու։ Ինչպես որ Ամերիկային էին հրահրում, Պարսկաստանին էին հրահրում, որպեսզի դեռևս նոր նախատեսվող Միջանցքի վրա, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա խփի, զարմանում են, չէ՞, բախի, այստեղ չի խփում, այ հեսա որ այդտեղ այդ ճանապարհը անցնի, բա որ Բախում լինի իրանք կխփեն, այսինքն են լեգիտիմացնում են Հայաստանի դեմ ցանկացած գործողություն։ Ու դրա շուրջ հավաքում մասսա, դեբիլ մասսա, ովքեր որ այս տարական բաները, ես դեբիլ չեմ ասում նրանք, ովքեր որ կավա չընդունեն սա, ես դեբիլ եմ ասում նրանք, ովքեր չեն էլ ցանկանում սա ընդունել։ Օրինակ ես եթե մի բան չգիտեմ, երբ որ ասում են, ես փորձում եմ լսել։ Չգիտեմ, սովորում եմ ավելի լավ։ Հետո ինձ կարծիքն եմ լսում, ես մտածում եմ այդ ամեն ինչի շուրջ, ձևավորում իմ կարծիքը։ Այդպես էլ ալինում։ Բայց իրանք չեն ցանկանում սա լսել, բայց ամբողջ օրը Թուրք Ադրբեջան մեր հողերը մեկ առհասարակ կապիտուլյացիայից էր խոսում։ Ուրեմն ասեն, այս երրագլուխը հենց կապիտուլյանտներն են,
Ովքեր որ ցանկանում են Հայաստանը վերջ, դուք բացեք ու կարդացեք կապիտուլյացիա բառի բացատրությունը ու կտեսնեք դրանք ինչ են երազում։ Իսկ կապիտուլյացիա, եթե ռսները լինեն, ուրեմն դա կապիտուլյացիա չի լինում, համարվում։ Ցանկացած օտար մի երկրի կողմից, եթե Ռուսաստանը նույնպես օտար երկիր է, ինչպես Վրաստանը, ինչպես Իրանը, ինչպես Հայաստանից բացի ցանկացած երկիր օտար երկիր է։ Այդ դեպքում չի լինում կապիտուլյացիա։ Կներեք սովետական միության ժամանակ դուք կապիտուլյացված չեք։ Որ բանակում էին ծառայում ձեր զինվորները։ Հայկական։ Ում էր գնում հարկու տուրքը։ Որտեղից էին ֆինանսները կառավարվում։ Այդպես ժողովուրդ ջան, լավ մնացեք, շատ շնորհակալ եմ եթերը դիտելու եւ տարածելու համար, չտխրեք, ամեն ինչ շատ լավ գնում է, լավ էլ ավարտ է ունենալու, ամեն ինչ թույն է լինելու։ Ես չմտածեք, բարի գիշեր ձեզ։